Apple-ից կապնվեցին մեր հետ, ասացին, որ իրանք տեսել են մեր խաղը ու ասում են մենք ոգևորված ենք ձեր խաղով, ուզում ենք իրան միջազգային իրան պրակրուտկա անենք։ Նոր սերունդը խաղերը նաև օգտագործում են որպես կոմունիկացիայի միջոց։ Խաղերը շատ լավ միջոց է, որ ծնողը հասկանա, թե երեխու մոտ ինչ չի հերիքում։ Շատերն են ասում, կեժամ ռիլ ես նայ կամ TikTok ես նայ, բայց հարց տաս ինչ ես նայ, կարողա չկարանան ասել։ Ու իմ մոտ էլ է մարդը միշտ խաղացել է ու խաղի միջոցով դու համ կարող ես քեզ զարգացնել, սա միջավայրը ճանաչես։ Ու եթե բռնես ասես խաղ մի խաղա, դա ճիշտ չի էլի, դա ոնց որ ինչ որ մի բան իր մեջ չես թողում զարգանա։ Այդ գրքի մեջ այդ Facebook-ի ու հիմա բոլոր սա այդ սոցցանցերի այդ սկրոլի մեխանիզմն է պատմում, որ նույն однорукий բանձիտի կազինոների однорукий բանձիտի սխեման է, որ դու սկրոլ ես անում ու սպասում ես, որ ինչ-որ մի հատ ավելի լավ բան հայտնվելու։ Բարև ձեզ։ Այսօր մեր ոդկասթի հյուրն է Արսեն Աղոյանը, Shadowmatic հայտնի խաղի համահիմնադիր եւ game designer։ Արսենի հետ զրուցել ենք խաղերի, սոցցանցերի, կախվածությունների, հոգեբանության եւ այլ հետաքրքիր թեմաների շուրջ։ Անպայման բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք լայք կոճակը եւ եթե հավանում եք այն ինչ որ մենք անում ենք, մեր ոդկասթին ֆինանսապես կարող եք աջակցել Patreon-ի միջոցով։ Շատ շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր դա արդեն անում են։ Իսկ մենք ունենք նոր գործընկեր Amundi Agba Asset Management։ Amundi-ն Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է։ 2.25 տրիլիոն եվրո կառավարման ներքո ակտիվներով, ավելի քան 100 միլիոն հաճախորդ 35 երկրում։ Իսկ Հայաստանում 3 պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային ֆոնդ, որոնց մասին ավելի մանրամասը կպատմեմ մեր հաջորդ էպիզոդներում։ Գնացինք։ Արսեն ջան, ո՞նց ես։ Շատ լավ։ Մի 10 րոպե խոսացինք, բայց չի հարցրել, չէ։ Չէ, լավ եմ։ Ոնց է գործերը։ Լավ։ Շատ sense հաճելի իրավիճակում հայտնվեցի, sense Նաուշնիկները դնելուց հետո։ Հա, այնպես sense երբեք sense նաուշնիկներով չեմ խոսացել։ Տենանք ինչ կստացվի։ Ես որ դե հա նաուշնիկներով եմ, արդեն մոռացել եմ ինչա նշանակում այդ որ դնում ես ու ինքդ քո ձենը լսում ես, բայց մեկ-մեկ հյուրերը հիշացնում են, որ ինքդ լրիվ ուրիշ փորձառություն է։ Շատ իմ ձենը լսելու հետ կապված քունս տանում է, որ ես իմ ձենը լսում եմ։ Չէ՞ նյութեր եմ նկարում, մոնտաժ եմ անում, այնքան եմ իմ ձենը լսում, տենց voice over ես անում ինչ-որ վիդեոներ։ Հա, ինչ-որ տենց YouTube-ում ավտոների հետ կապված բաներ եմ նկարում ու տենց որ խոսում եմ, անջատում եմ իմ ձենից։ Մինչև դա դասեր էի on-line նկարում 3D Max-ի, էլի մոնտաժի ժամանակ իմ ձենը ինձ քնացնում էր, ուսումս դե չեմ քնի։ Դե եթե քնեսերիկը կողից կարտնացնի։ Հիմա ինչով ես զբաղվում։ Տվյալ պահին խաղի մեխանիկայի հետ եմ աշխատում մեր նոր ստեղծվող պրոյեկտի կոմպյուտերային խաղի։ Հա, համակարգչային խաղա, mobile, PC, գլուխկոտրուկա, երաչափա այդքանը կարամ ասեմ։ Հասկացա։ Թե արի երևի մի քիչ բանից խոսանք Shadowmatic-ից, որտեղ այդ երևի առաջի հայկական խաղներ, որ միջազգային շուկայում շատ լուրջ հաջողություն ունեցավ։ Հա։ Ես ճիշտ է անդադ փորձում եմ մոռանալ, որ տենց բան տեղի է ունեցել։ Որ sense մի տեսակ ինձ զրոյացնեմ, որ դե sense tenants այդ խաղը փաստացի արել ենք, ես էլ մեջը մեծ մասնակցություն եմ ունեցել ու նշանակում է ես ինչ որ ունակություններ ունեմ ու ոնց որ բավարարել եմ այդ իմ ցանկությունները, ձգտումները, ներդրել եմ ինչ որ գործի մեջ, մի բան դարել է։ Ու եթե ես իրան մոռանամ, իմ այդ նորից ցանկությունը ինչ որ փորձել եմ մի բան անի։ Ու ես նորից զրոյից սկսելու եմ ինչ-որ մի բանի հասնել, որտեվ ես մոռացել եմ, որ ես ինչ-որ մի բանի հասել եմ։ Դա շատ լավ զգացողություն է, որ դու ոչ մի բան չես արել, հա, ոչ մի բանի չես ասել։ Այսինքն ինքդ ստիպում ես քեզ, որ մոռանաս, որ նորից զրոյից սկսես։ Հա, այլ չեմ ստիպում, մոռացել եմ։ Հենց նորից շացուցիչ։ Բայց ինքը ոնց խոսացինք ոդկասթից առաջ, միլիոնից ավել համարյա դաունլոդ ուներ, վճարովի խաղեր։ Հա։ Ու տենց շատ տարբեր տեղերում հայտնվեց միջազգային մամուլում։
ու պլյուս բան եղավ, չէ, ես լավ հիշում եմ, որ Apple-ի Design Award ստացավ, այսինքն Apple-ը ձեզ նվեր տվեց։ Դա ինչ կազմունքներ էր, ոնց էր այդ ամեն ինչը, այդ բաները հիշում ես։ Հա, նո հաշվի առնելով, որ համարյա սաղը սյուծված էինք, որտեվ շատ երկար էինք անում այդ խաղը, Իշքան 3 տարի աշխատեցիք, չէ։ 3 տարի արեցինք ու ոնց որ վերջում մեզ sense փաստի առաջ կանգնացրեցին, նույն հենց Apple-ից կապնվեցին մեր հետ, ասացին, որ իրանք տեսել են մեր խաղը, մենք ոնց որ տրեյլեր ունեինք գցած, ոնց որ տեսեք ինչ են կարել հեսա լինելու է բան, ու ոգևորվել էին ու ասում են մենք ոգևորված ենք ձեր խաղով, ուզում ենք իրան կարող է, տենց չեն ասում, կարող է մենք միջազգային իրան պրակրուտկա անենք, դա համար լավ կլինի, որ մեջը կարծեմ 12 լեզու լինի։ Մենք տենց ենք նախատեսել ու արդեն ուզում ենք վերջացնենք։ Բայց այդ ոնց է որ Apple-ից գրեցի տենց։ Լսի, ես ոնց կարող է սուր հնչի, բայց ինչ որ մեյլ եկավ, որտեղ գրած էր մեյլ չէ, տոլի Facebook-ին գրեցին, տիպը տղեկ դες մեյլ ենք ուղարկում, չեք պատասխանում։ Գտին երկու բառ խոսանք։ Ուսս նայում ենք, վրոզի տենց ինչ որ ամեզ մեյլ եկել ինչ որ apple.com-ից, apple.com domain-ից։ Կատակա, ինչ որ մեկը տենց հումոր արել մեր վրա, բայց չէ, իսկականից կապնվեցին ու տենց ասացին, որ տենց մտքեր ունեն ու մենք տենց ավելի արդեն հոգնած էինք ու սկսեցինք այդ լեզուների հարցը լուծել, այնտեղ շրիֆտերի այդ խնդիր եղավ, այնտեղ մենյուները ես արդեն սարքել էի, բայց այնտեղ ինչ-որ նոր տառատեսակ, կորեերեն, չիներեն, որ սկի խաբար չէի ոնց կնայվի եւ այլն, հետո մի տեսակ զգացինք, որ վայ հայերեն չկա, բռնենք 12 լեզու անենք, հայերեն չլինի, սխալ կլինի։ Հա, ու տանը մեզ չեն հասկանա։ Հա, ու ոնց խաղի էսթետիկան նենց էր, որ համապատասխան շրիֆտ էլ չկար, խաղը տենց գցեցինք, կարծեմ 2 շաբաթից ես 0-ից շրիֆտը սարքեցի, որ իր էսթետիկայի հետ համահունչ լինի ու update-ով հայերենը ավելացրեցինք, հա, որտեղ դե ոնց կարող հայերենը չլիներ մեջ։ Ու այդքան թարգմանություն էլի, որտեղ ինչ-որ երկու ձևի չիներեն կար, բան sense ու սկսվեց սա աշխարհով լուրջ վաճառք։ Հա։ Ու որ ասում ես ինչ էմոցիա զգացի, ես ուզում եի հանգստան։ Օգնել եմ մի տեսակ։ Հա, բայց պատկերացնում եք, որ օրինակ ծրագիրը այդ խաղը $1 միլիոն վաճառք կունենա։ Չէ։ Չէ։ Չէ, ես պրոստը ուզում եմ պրծենայի հանգիստ գնայի տուն քնեի։ Մեր ոդկասթի գործընկեր Տար Սոլարը ունի նոր ուղղություն։ Բացի հարևան կայանների տեղադրումից, ընկերությունը զբաղվում է նաև տանիքների լիարժեք փոխարինմամբ եւ վերանորոգմամբ։ Առավելությունը նրանում է, որ այստեղ գործը վստահում ես պրոֆեսիոնալներին, գործում են ապառիքի արտոնյալ պայմաններ եւ այս ծառայությունը հասանելի է բոլորին։ Մի կարևոր փաստ եւս. եթե պատվիրում ես տանիքի փոխարինման ծառայություն եւ արևային կայան, ապա այս պարագայում նաեւ ստանում ես հատուկ գին։ Հեռախոսահամարը նույնն է 8128։ Հետո ինչ ավ հարցակուրտ գնացիք սա։ Հարցակուրտ հա ինչ որ sense քիչ sense թուլացանք ամեն մեկը մի ձևով իր ուղեղը անջատեց ես ամբողջ 16 թիվը ինչ հիշում ինձ խաղ էի խաղում հա դες ծրվում է էլի այդ 15 թիվն էր հա բայց այն ժամանակ իրական այդ խաղը ես լավ հիշում եմ քաշեցի գնեցի խաղացի մի քանի աշխարհ միջև չեմ անցել մինչև հիմա ու այն ժամանակ նման 3D-ով խաղեր հեռախոսի վրա պատկերացնելը սաղ աշխարհում համարյա անհնար էր։ Հիմա կա։ Հիմա էլ տենց նենց չի որ այդ մակարդակի խաղեր շատ կան, բայց երևի դրա պատճառներից մեկն է երևի դա է որ Apple-ը promote արել, որտեվ ինքը դրանով նաև ցույց տալի որ տես մեր հեռախոսի վրա sense խաղ կար։ Իրանց համար կարևոր էր, որտեվ դա իրանց պլատֆորմայի ու ոնց որ համ ծրագրային, համ տեխնիկական հնարավորությունների լավ պոտենցիալի դեմոնստրացիա էր։ Իրանք շահագրգռված էին, էլի, ու անպայման ուզում էին որ էքսկլյուզիվ լիներ, որ տեսեք մեր մոտ sense խաղ կա, էլի։ Բայց դուք որ ուզում եք Android-ի վրա լանեիք։ Հա, արեցինք էլ, բայց մի քիչ ուշացումով։ Հա, ես հիշում եմ որ սկզբում հաստատ չկար։ Հետաքրքիր է։
Դա Հեչ չի պատկերացնում որ բան այդ բանին մտածում էի հանգստանալու մասին։ Հա, չէ, մի տեսակ հա, սենց կողքից կարողա շատ բան թվա, որ բայց դու որ մեջն ես լինում, մի տեսակ սենց նախ մի հատ վակուում է ստեղծվում մոտդ, որտեղ միջև է դու ահա որ լարված այն որ քիչ քնելով, նորմալ քո առօրյան չանցկացնելով, այն որ մոռանում ես ինչա քո խոբիները եւ այլն, ու սենց տոկի տված գործ ես անում։ Հետո որ ամեն ինչը սենց մի ցակ դադարում է, սենց մի ցակ վակուում ես զգում, մի ցակ սենց դատարկություն ես զգում, որտեղ ոնց որ դու նպատակին հասել ես ու դու չէիր մտածում դրանից հետո ինչ ես անել։ Հատկապես արդյունքներն ավելի մեծ են եղել, քան պատկերացնում էի։ Հա, ու սենց կիսա շոկային վիճակ էր ու այդ զգացողությունը որ դու առավոտ զարթնում ես ու բան չունես անելու, բան ունես անելու առօրյա, բայց ոնց որ տես գլխավոր target, որ դու սենց պետք է դրանց անես, ոնց որ էդի չկա ու սենց ահավոր դատարկություն էր։ Դա ես շատ բաներ իմ համար բացահայտեցի, էլի, ոնց որ ինչ-որ զգացողություններ ա, որը շատ մարդիկ, ասենք, սաղ կյանք ձգտում են, որ հասնեն, ինչ-որ մի հատ բարձր կետի, ինչ-որ նվաճում ունենան, ինչ-որ, ասենք, իրանց, ոնց են ասում, պրիզնանիա ստանալուն, հա։ Որ այդ սաղ քո հետ լինում ա, դու սկսում ես պսակ ուրիշ ձև այդ ամեն ինչին նայել, հետո անցնում է ժամանակ ու դու զգում ես, որ դա այդքան կարևոր չէր։ Բա ինչն էր կարևոր։ Նսի կարևոր է քո ոնց որ շրջապատի, քո հարազատների լավ ատմոսֆերան։ Հա, դժվար է դրա չոհած։ Հա, որտեղ ոնց որ էնա ավելի շատ դու ոնց որ էդ ես ու դրա մեջ ես, քան այն որ մտածում են դու մի բան արել ես։ Հա, էլի արել ես, ես ավելի շատ ուրախացել եմ, որ ոլորտն էր ոգևորվել, որտեվ լիքը մարդ մտածում էր, որ լավ բան անել համար պետք է թողես Հայաստանից գնաս, կամ ուրիշ տեղ կրթություն ստանաս, չգիտեմ, ինչ որ մեկի համար անես, դե չի լինի վատ տեղ այս կողմ են կողմ, ու ինձ այդ միտքն էր ամենաշատ ուրախացրել, որ ես տեսա ոգևորություն կար game developer-ների մոտ, ու իրանք ասին, հա, փաստորեն կարելի անել, ստեղ լինելով, ստեղ ստուդիա առանց ինչ որ բանի, ստեղ աշխատել, ստեղ վաճառել ու հասնել տենց մեծ բաների, ու ես այդ ոգևորությունը որ տենում էի, ես զգացի, որ այդ ավելի մեծ բան եմ արել, քան այն որ այդ ես եմ արել, էլի։ Այս մի քիչ ստեղ փոխվեց պրիորիտետները ու զգացողությունները կարևորի։ Հա։ Հասկանում եմ ինչ ես ասում։ Բայց ոնց որոշեցիք, որ ուզում եք խաղ դիվելոպանեք։ Օրինակ շուկայում ձեզ սաղ գիտեն այն թույն 3D գովազներով։ Բայց հա, դե նենց ստացվեց, որ ստեղ շատ զուգադիպություններ կա, մի քիչ սենց ոնց որ դետերմինիզմի մեխանիզմն է, էլի, աշխատում, որ ոնց որ սաղ փաստերը կամ սաղ իրականությունը նենց իրար գլխի հավաքվում, որ ոնց որ անկախ քեզնից այդ որոշումը մոտդ ծնվում է։ Այսինքն հա մենք որպես Triada ստուդիա, ես ուշ եմ միացել ոնց որ թմին, ուշ ասելով 2007 8 թվից եմ ընդ։ Նենց ասած որ բոլորս խաղեր սիրում էինք, խաղում էինք, նույնիսկ տենց ամեն շաբաթ օր հավաքվում ենք օֆիսով ու կողքից մեր ընկերներն էլ գալիս են Counter Strike ենք խաղում բան։ Այդտենց ընդհանուր թիմային ոնց որ զվարճանքեր ու ամեն մեկս առանձին ոնց որ սաղս հիմնական աշխատողները ոնց որ գեյմերներ ենք էլի։ Հա։ Ու ոնց որ sense միսա գենթագիտակցության հետ մեջ այդ ցանկությունը կա որ մի օր խաղ սարքես, մի օր խաղ սարքես։ Իբր տենց օր կգա ես խաղ կսարքեմ։ Իմ մոտ օրինակ եթե առանձին վերցնեմ, ես երբեմն այդ մտքով տարվել, երբ որ մութ ու ցուրտ տարիների ժամանակ հենց Nintendo-ն գավ ցերես ու ես տեսա որ ինչ որ մի բան էկրանի վրա կարող ես դու խաղաս, ոչ թե նայես, այլ ոնց որ մասնակցես այդ կինոյին կամ մուլտի ճակատագրին։ Ու ինձ այնքան ոգևորեց մանավանդ այդ տարիներին 90-ականի սկիզբն ու առաջ անգամ խաղացել եմ 87 թվականին այն աթարիներով սենց 87-ին աթարի կար Հայաստանում։ Բան, հա, այդ կինո Ռասիայի մոտ ինչ որ պատզեմկա կար, այդտենց կոմպյուտերանոց կար։ Այն մեծ կոպեկով բաներն էր։ 87-ին, չէ, հենց այն սենց ժոստիկով։ Այդ մեծ ապարատներից էլ կար,
բայց այդ Atari 2600 կարծում տենցա կոչվում այդ մոդելը, այդտեղ ինչ որ մի պատզեմքում կար։ Չգիտեմ ոնց է ես այդտեղ papai հետ հայտնվել, այն շուտ papan տենց խաղերի բան ուներ, բայց ու սենց այդ վաղ ֆիքսել է իսկ կադր աշկից դե եկավ բանը Nintendo-ի կինոն բանի Minecraft-ի կինոն տեսել ես։ Լսի չեմ նայել։ Գիտա դա է, լավ ուրեմն սպոյլ չեմ անել։ Լավ։ Okay։ Տղոս հետ ես արդեն 2 անգամ նայել եմ նրա համար։ Նույնիսկ տենց, ես լրիվ հակառակն էի լսել, բայց ինձ հետաքրքրեցիր։ Նա եթե դու տենց ինքը ծեցքի կինո է, եթե տենց մանկական հետաքրքրությամբ ես նայում, շատ է լավն է, եթե տենց նայես որպես մեծ տուֆտա կինո է։ Աչա դե ոնց կարա Minecraft-ը լուրջ նայել։ Դե մարդկա լուրջ նայում ասում է, այդ ընտիր խաղը, այդ ինչ կինո է սա։ Այս Marvel-ի ֆիլմերը չեմ կամ լուրջ նայեմ։ Դե առաջինը Atari էր խաղացը։ Հա, հետո տենց 90, կարծեմ 91 թվականին մի հասարանցի Ջոն ունեի, իր տատը Ամերիկայից իրան Nintendo ուղարկեց։ Հա, միշտ մի հատ տենց դասարանցի լինում է։ Հա, դից իրանց տունն էինք անդադ խաղում ենք, հետո տենց ամեն ինչ արեցի, որ ես էլ ունենամ ու ոնց որ այդ վաղտվանից այդ խաղերը տպավորել էր, բայց ոչ թե անընդհատ խաղալը, այլ հասկանալ այդ ոնց է աշխատում։ Ու մի քիչ սկսեցի ուրիշ ձև նայել իրանց էլի ու ոնց որ եղավ նենց խաղեր, որոնք այնքան բարդ էին խաղալու համար, որ ասենց ուղղակի չէի կարող խաղալ, ես վերցնում էի շատ մեծ թուղթ, ու սկզբից փոքր թուղթ էի վերցրել, որ այդ լաբիրինտները գծեի, որ դեռ ժամանակ կար, այդ ժամանակով պետքա ոնց որ գնայիր, հասցնեիր, այնտեղ գերիներին ազատեիր ու փախնեիր ու խճճվում էիր։ Ու սկսեցի գծել սխեմատիկ, ու հետո զգացի այդ թուղթը չի երիքում, ավելի մեծ թուղթ վերցրեցի, ավելի մեծ, վերջում սենց մի հատ շատ մեծ, սենց իրար կպցրած թղթերով սենց սաղ գծեցի բան։ Այսինքն սա խաղը թղթի վրա գծել է։ Հա, որ չմոլորվեի։ Հետո մի տեսակ որ նայեցի այդ ամեն ինչին, սկսեց դուր գալ, որտեղ զգացի ինչ որ մեկը հենց այս կետից է սկսել, էլի։ Հա։ То есть նստել է, սենց հեշտ ու հանգիստ գծել է, ու ինչ չարչարել է։ Ասացի հետաքրքիր է։ Հա, հետաքրքիր է, ոք հետաքրքիր է։ Հա, ու ոնց որ ուզեցա ես այդ չարչարողի դերում լինեմ։ Հասկացա։ Իսկ դժվար է խաղ բան անելը, դիզայն անելը։ Մի հատ հետաքրքիր գիրք կա, կոչվում է Hooked, չգիտեմ կարող է կարդացած եղնես դեղին տենց ապրոշկով գիրք է։ Այդ դեղին գիրքը game design-ի մասին հիշում եմ, բայց չեմ կարդացել։ Ինքը մենակ game design-ի մասին չի, ընդհանրապես բան է այդ պահելաձևերի հետ կապված է, ոնց պրոդուկտներ կամ ծրագրեր ստեղծես, որոնք մարդիկ շատ օգտվեն։ Կոպիտ ասած կախվածության մեջ գցես։ Այդ գրքի մեջ այդ Facebook-ի ու հիմա բոլոր սա այդ սոցցանցերի այդ սկրոլի մեխանիզմն է պատմում, որ ինքը շատ նույն однорукий բանձիտի կազինոների однорукий բանձիտի սխեման է, որ դու սկրոլ ես անում ու սպասում ես, որ ինչ-որ մի հատ ավելի լավ բան հայտնվելու ու դա այտենց ոնց որ անընդհատ կախվածության մեջ ես սկսում դոպամինի ու ոնց որ այդ գիրքը կարդալուց հետո հասկացա, որ ինչքան պրոդուկտներ կա, որ մենք օգտվում ենք ամեն օր, խաղերից սկսած, չգիտեմ, ուտելիքով վերջացրած, որ հատուկ նենցա դիզայն արված, որ դու շատ օգտագործես։ Հա։ Ու հենց այդ դիզայնի process-ը հետաքրքրել է, ոնց եք սկսում խաղը դիզայն անել։ Այստեղ շատ կարևոր է ասեմ, որ այդ շատ ինդիվիդուալ է, որովհետև օրինակ տես կան գրքեր, որտեղ ասում է ոնց պետք է խաղ նախագծվի, կան օրենքներ game design-ի, ինչ որ մասը կարդացի, բայց հետո երբ որ արդեն որ ստացվել էր մի խաղ սարքել, ու մի տեսակ իրար հետ չեր բռնում այդ մոտեցումը ու իմ մոտեցումը։ Ոստեղ ոչ թե հարցն անում էր ով է ճիշտ մոտեցման առումով, այլ զգացի որ դա շատ ինդիվիդուալ է լինում, այսինքն մարդիկ կան, ու ես ասենք դրանց մի դասին եմ պատկանում, որոնք սենց ուղղակի ինչ որ բանի հետ շփվելուց կարող են զգալ ինքը ոնց է իրան պահում, ոնց է պահում միջավայրի մեջ, ոնց է ազդում քո վրա ու ոնց որ այդ փոխադարձ դու հա իր այդ շփվում ես, ստանում ես հետադարձ կապ ու քո զգացողությունների վրա, եթե ոնց որ իրան ձևավորում ես, ընդ ինչ որ պարամետրեր ես փոխում, որ քո ցանկալի արդյունքը ստանա։ Բայց այդ տենց միանշանակ տարբերակ չի, որ դու կարողանաս մարդկանց տենց բացատրես ոնց է պետք խաղ սարքել։ Ու մյուս տեսակը դա ոնց որ օրենքներ է,
որը այնպես լիքը բաներ հաշվի առած, այդ կախվածության մեջ ընկնել, դոֆամին ստանալ եւ այլն, ոնց է պետք գեյմփլեյը ձևավորել, սկզբից ոնց է պետք հետաքրքրություն առաջացնել այս կոմենկում, ու ոնց էլ երկրորդ տարբերակն է, որ դու այդ օրենքները սովորում ես, ու այդ օրենքներով պրոդուկտ ես անում, բայց իմ մոտ այդ դեպքը չի, ու ես երբեք ոնց որ ոչ մեկին տես միանշանակ չեմ ասում գնա այս ինչը կարդա կամ ուղղակի զգալով արա ավելի շատ եթե տենց հարց հալնում, ասենք իմ ուսանողների հետ որ շփվում է այդ թեմայով, ես ավելի շատ ոնց որ փորձում եի իրանց կենտրոնացնել իրանց կարողության ու պոտենցիալի վրա, որ իրանք զգան, իրանք ոնց են կարողանում մտածել, ոնց են կարողանում իրականությունը տեսնել, որ իրանց կոմֆորտ ձևով լինի, ու այդտեղ մի հատ էլ բան հայտնաբերեցի ուսման հետ կապված էլի, որ կա sense ձև, որ ասենք տալիս ես, ասում ես, էսի sense սովորի, էսի հենց հարան, ես ասենք 10 տարի ակադեմիայում դասավանդել եմ, ու այդ ինդիվիդուալ մոտեցումը այդտեղ զգացի, որ ավելի էֆեկտիվ է աշխատում, ու դա ամեն տեղ է այտենց ստացվում էլի, ու նույնն էլ ոնց որ խաղի նախագծման հետ կապած, որտեվ sense մի հատ հետաքրքիր բան էլ տեղի ունեցավ, երբ որ արեցինք պրծանք շեդոմատիկը, ու նենց ստացվեց իմ ձեռը ինչ որ նյութ ընկավ, որտեղ ոնց որ գունային հարմոնիաների մասին էր խոսքը գնում, ու ես վերցրեցի արդեն շեդոմատիկի սարքած սկրիները, այնտեղ level 7 տարբեր աշխարհ կար, ու ամեն տեղ ինչ որ գունային թեմատիկ ձևավորած էր, այնտեղ մանկական թեմա կար, ծովային թեմա կար, սպորտ կար եւ այլն, ու սկսեցի ոնց որ այդի գույները ըստ պրոպորցիաների նայեմ, տենամ այդ սխեմաներին բռնում է թե չէ, ու ասենց ասեմ 100-ից 100 բռնում էր։ Բայց ես երբեք չեմ մտածել դրա մասին։ Ոչ կոմպոզիցիան եմ մտածել, ոչ էլ, ես ասենց ուղակի զգացել եմ։ Ստացա։ Լսի, այդ ինձ թվում է սպეციფიկ բան է, նու չեմ ուզում ասեմ տենց ինդիվիդուալ եմ ինչ որ շնորհք տաղանդ տենց բաներ չեմ ուզում խառնեմ, բայց դա այդ ավելի շատ այդ տարբերությունն է։ Vibe-ը, հիմա այդ vibe-ը։ Հա, ցույցոլիկը ժամանակակից խոսքեր կան։ Ոնց որ ամեն մարդ ոնց որ մի հատ ուժեղ կողմ ունի, դու vibe-ն ես բռնում։ Իհարկե, քանի որ նաև այդ ընթացքում ես դասավանդում եմ, ես ստիպված եի սաղ այդ vibe-ը վերածել սխեմայի, որ կարողամ ուսանողին բացատրեմ։ Դա շատ կարևոր բան է։ Ուրիշ բան է դու մի բան զգաս անես, ու տենա ստացվի, ուրախանաս։ Ուրիշ բան է, քո դեմ խնդիր դնեն, դե հիմա էսի բացատրի, որ նենց բացատրի, որ սաղ կարողանան անեն։ Ու դե ասում ես, հələ մի հատ փորձեմ հասկանամ, ես ոնց եմ եկել դրան, ու քանի որ դա շատ պատասխանատու հարց է, որտեղ քո դեմ խնդիր են դրել, դու պետքա ուսանողներին դա բացատրես։ Ու դե ոնց որ սկսեցի, ես ինքս ինձ deconstruct անել, հասկանալ ոնց է այդ էմոցիոնալ ինտելեկտը աշխատում, ու ինչ ես ոգևորվում կամ տխրում կամ ինչ ես ուզում խաղաս, հա, տենց։ Հա։ Ինչի այս գույնը դուրս գալիս, ինչի ուրիշը չէ։ Հա, ու իրականում անկախ սխեմայից, օրինակ եթե ինչ որ մի հատ ասենք բաց տարածք կա, որտեղ լիքը ասենք ինչ որ նստելու կանգնելու տեղեր կա, ասենք ցանկացած մարդու, որ ասես գնա այնտեղ մեկին սպասի, ինքը այդ տարածության մեջ շատ իր համար կոմֆորտ տեղ կգնա կնստի։ Հա։ Ու ոնց որ այդ հենց այդ հարմոնիան է։ Այսինքն երբ որ կա մարդ կանգնած, ու դու չես գնա ասես keep դեմը կանգնես վրան նայես, դու ինչ որ տարածություն կպահես, չէ՞, որտեվ քեզ տենց կոմֆորտ է։ Հիմա եթե տենց վեկալես այբուբենի տարերը նայես, դրանք սա մարդիկ են, որոնք իրանց կոմֆորտ ձևով, կախված մեծ տարա, փոքր տարա, ինչ էլեմենտ, ինչ դետալ կա, ասես լավ հարմարվել են։ Ու բնության մեջ տենց շատ օրինակներ կա, որտեղ ոնց որ դու այդ հարմոնիան կարաս տենաս, դու ինքդ ես քեզ տենց պահում։ Այսինքն բաց տարածք եթե լինի, մի քանի օբյեկտ լինի, դու ասենք ոչ ես գնա դաշտի մեջտեղը կանգնես, նա ծառք գտնես, գնաս կողքը կանգնես։ Ասենք կամ գնում ես մեքենա ես պարկով կանում, ասենք դու ինչ որ sense ուզում ես ինչ որ ձևով դասավորված լինես։ Նու անկախ նրանից որ կա օրենք այս կոմենկում, բայց եթե օրենք չկա, ասենք գնաս բնության մեջ, ուզենաս միտեղ նստես, դու ոնց որ տեղ ես ման գալիս։ Հա դա եթե սար ես բարձրանում մեքենայով, էլի ինչ որ հարմոնիա գտնում ես, որ ոնց կանգնես, էլի։ Հա, ու ոնց որ դա իսախ ենթագիտակցորեն ալի, այսինքն մեծ օբյեկտից վախենում ես, հետ ես գնում կամ բարձր ձեներից
ինչ որ էմոցիաներ ալին, այսինքն sense tenants մեր մեջ այդ ծրագրերը կա։ Ես երբ որ նեյրոֆիզիոլոգիայի տարբեր գրքեր էի կարդում, այնտեղ հայտնաբերեցի, որ երբ որ երեխան ծնվում է, այս գեներով իր մեջ ֆիզիկայի օրենքներ է դրած ու եթե ասենք երեխան տենա որ բաժակը սեղանի մեջով անցնում է, ինքը կվախենա, որտեղ իր մեջ դրած է, որ կոպիտ մարմինները իրար չեն կարող հատեն։ Անկամ եթե չի հասկանում։ Հա, կամ եթե ինքը իրան բաժակը բարձրանա ինչ որ բան լինի, ինքը հանկարծակի է գալու։ Որտեղ ինչ որ ռուլ է, փորձեր արել են, հա։ Հա, հա։ Հա չնայած այտենց մեմեր կա։ Ու մեմը որն է հաղորդումներ կար, որ այտենց պրանկեր էին անում մարդկանց վրա, ու մարդիկ շատ ուժեղ վախենում էին, համ երեխեքը, համ մեծերը։ Հա, ու ոնց որ չեն սովորացրել, որ նայ բալիկ ջան, էսի կոպիտ մարմինը ինքը չի կարա այս սենյակի սեղանի մեջով անցնի, բան։ Ոնց որ այտենց իմանում ես, ու ոնց որ այդ օրենքները ոնց որ քո հետ կա, եթե դու իրանց վրա կենտրոնանում ես, փորձում ես ոնց որ զգաս ու այն գործը, որ դու անում ես, ոնց որ քո մեջով անցկացնում ես այդ քո զգացողությունները ու որ փորձում ես մի բան անես, ոնց որ մեխանիկորեն այդ գարմոնիաները օգտագործում ես։ Օրինակ մարդ կա հակառակ է, որ ֆիքսվում է այդ ոսկե հատում, գունատեսություն, տես բաների մեջ ավելի վատ է սկսում անել։ Քան երբ որ ուղակի նկարում է, ասենք, կոմպոզիցիա է հորինում։ Դե իրականում տարբեր տեղեր կա, որ նկատել եմ, դա օրինակ, չգիտեմ, երաժիշտ կլինի, նկարիչ կլինի, գեյմ դիզայներ կլինի, անգամ չգիտեմ, ոդքասթեր լինի։ Այդ մարդիկ, որ իրանց շրջապատը ավելի լավ են տեսնում, կարողանում են ավելի լավ անալիզ անեն, հասկանում են, փորձում են հասկանալ ինչի ոնց է խի աշխատում, իրանց մոտ product ստեղծելը ավելի լավ է ստացվում։ Հա։ Դե նույն այդ 5 կլասիկ խաղերը, երբ որ ստեղծվել են, նույն ասենք Mario-ն, կամ որ այդ ժամանակվա Nintendo 8 բիտանոց խաղերը, որ այդ վաղ game design-ի գրքեր չի եղել։ Հա, մարդիկ ինտուիտիվ ստեղծել են խաղերը։ Հա, լիքը ասենք տենց հայտնի անուններ կան game designer-ների կամ որ խաղերի, որոնք ստեղծվել են վատ, երբ որ գրքեր չի եղել, ոնց է պետք խաղ սարքել առհասարակ։ Դե այդ բանն է, Թալեբն էլ է դրա մասին լավ խոսում, ասում եմ մենք նավեր սարքել գիտենք շատ ավելի շուտ, քան հասկացանք բանի մեխանիկան ինչա կամ նյութերի դիմադրությունը ինչա կամ ընդհանրապես գրքեր գրեցինք դրա մասին։ Հա։ Տենց է։ Հետաքրքիր է։ Այսինքն մեկը քո շրջապատը անալիզ անելու հասկանալը տենց կարևոր սկիլ է, էլի։ Շատ կարևոր է ու նույնիսկ ես նկատել եմ, որ կան մարդիկ, որոնք մի տեսակ ոնց որ կտրված ապրեն իրականությունից, ասենք շփվելուց, ուզում ես էմպաթիան մինիմալ է։ Ես այնքան է հերիքում, որ տենա մի բանով ուզում է խփի փախնի։ Բայց ասենք, դա ինչ խոս է, իր խոսքից ինչ ռեակցիա կտա դիմացինը, դրանից իր պահելաձևը ոնց, այսինքն այդ կապերը, то есть ինչ որ գործողություն ես անում իրականության մեջ, եթե դու շատ լավ ես զգում ոնց որ այդ գործողությունները իր հետևից ինչ գործողություններ են բերում կամ որ հասկանում ես դիմացին տելա անհատականություն, որ ինքը իր ձևով է տենում ու դու գիտես որ ինքը տարբերվում է քեզնից ու ոնց որ ուշադիր ես լինում, հետևողական ես լինում իր արարքների, խոսքերի վրա, որ փորձես հասկանաս, որտեղ զգում ես ինքը ուրիշ է, բայց ինքն էլ sense մի հատ առանձին, ոնց որ ասած սուբյեկտ է։ Հա։ Ու այդ էմպաթիան զգալ դիմացին ինչ ազգում, ոնց անում, հա, դա շատ կարևոր սկիլ է, որտեվ էվոլյուցիայում ոնց հասկացա, տենց լիքը կենթանիներ կան, որ այդ էմպաթիայի հաշվին ոնց որ սաղ են մնացել, այսինքն ինչ որ ձկներ են, լողացել են, ինչ կենթանիներ են, մի բան մեծ ընկել է, ասենք իր նմանների գլխին, ինքը տեսել է, որ ինի տանջվեց իրան վատա ու ինքը, ասենք խուսափել է տենց մեծ քարից, որ ընկնի իր գլխին, որտեղ զգացել է, որ նրան վատ է։ Հա։ Ու տենց բաներ կան, չէ՞, տենց highline նեյրոններ կան մարդկանց մոտ, որ ինչ էմոցիա ապրում է դիմացինը, դու այդ էմոցիան զգում ես։ Եթե այդ highline նեյրոնները մարդու մոտ լավ զարգացած են, դու սկսում ես լավ զգալ։ Նույնիսկ ես մարդ եմ ճանաչում, այնքան զարգացած է, որ հենց մի հատ sense անտրամադիր կամ ինչ որ բացասական էներգետիկայով մարդա կողքը լինում, ինքը սկսում է վատանալ դրանից, որտեղ շատ է իր վրա ազդում, էլ տենց ուսանողներ ունեցել եմ։ Իմ մոտ էլ է դա հագին զարգացած, բայց այդքան շատ չէ։ Ինձ օրինակ
որ կողքս մարդիկ են ելնում, որ անհանգիստ են ու խառն են ելնում, չէ՞ որ զգում ես, որ այս մարդը խառն է։ Ու այդ իսկ սկսում ես բան անել, ասես դյորգամոտը սկսում։ Բայց դու կարող ես չտենաս այդ։ Սուտ զգում ես։ Հա, զգում ես, որ ինքս ասես խառն է։ Հա չնայած բանը, ֆիլմեր նայելուց էլի, օրինակ ֆիլմը նայում ես հերոսին զգում ես կարաս լացես է արտասվես ուրախանալ։ Օրինակ ես շատ եմ կարում sense տարվեմ։ Սա մի բան նայում եմ, sense քեսից մոռանում եմ, որ դա ինչ որ մի բան է, ու sense սկսում ապրել հերոսի հետ այդ սախ բաները, ու տես զգում եմ ֆիլմը լավ է նկարած թե չէ։ Որտեւ եթե ինքը sense շատ ստից է խաղում, իր պահվածքը ճիշտ չի, իրան ասել են sense արա, sense անում, ես սկսում չհավատալ, ուտեմ, ես զգում իմ համար լավ ու վատ ֆիլմը։ Երբ որ ֆիլմի հերոսը պահում, որ դու հավատում ես, որ այդ իր այդ իսկականից տեղի է ունենում, այդ սկսում է քո վրա ազդել ու ասում ես դա ստացվել։ Հա, լրիվ էմոցիա վրա։ Ու գիտես ինչ եմ նկատել, որ ֆիլմեր կա, որ իմ համար ռուսերեն թարգմանությունը ավելի լավն է, քան օրիգինալը։ Օրինակ որը։ Օրինակ չասես Fight Club-ը։ Չէ, բանը Fight Club-ը թարգմանության մեջ սխալներ կա, բաներ կա, չես բերնում։ Հա, հետո եմ իմացել, բայց ինձ սկզբից շատ էր դուր գալիս։ Մատրիցան։ Հա, առաջի մատրիցայի ռուսերեն ազգուճքն շատ լավն է։ Այնտեղ բայց էլի տենց իմաստային բաներ կա, մի քիչ նրբություններ կա, որ փոխվում է, բայց մեկը շատ լավն է։ Հա, համոզում է, որ տենց խոսում է։ Չնայած կարող է նրանից լինի, որ ես այդ թեմով մտածում եմ, օրինակ ինչից է, որ մենակ իմ մոտ չէ, թեմով էլի ընկերների ծանոթների հետ խոսացել եմ, մենք երևի պոստսովետական երկիր ենք ու ռուսական միջավայրը մեր համար ահագին երկար ժամանակ 90-ականներին մեկադոմինանտ էր։ Հա, դրա համար բացառած քո իրականության մի մասը։ Հա, դրա համար երևի ռուսերենը անգամ հետո եթե ես գնացի Ամերիկա սովորեցի հետ եկա, ռուսերենը երևի մեկա ավելի շատ ենք լսել։ Հիմա էլ չէ, բայց օրինակ առաջ ես ռուսերեն ավելի շատ էի լսել ու համարը բոլորս քան անգլերեն։ Հա, դե բացի դրանից տենց ստացվեց, որ տենց մի տարեկանից 5 տարեկան ընթացքում ես ոնց որ տենց ռուսական թաղամասերում էի մեծացել, ռուսական մանկապարտեզ էի գնում, այդ դպրոցից հետո սկսեցի հայերեն գնալ, բայց իմ լեզուն ռուսերեն է զարգացել, այդ ինձ ավելի էր ոնց որ հարազատ սարքել այդ լսեն կամ այդ լեզվով խոսալը։ Այո, բայց հետաքրքիր է, չէ՞ որ ռուսերենը որ սա այն մարդիկ որ մենակ ռուսերեն են Fight Club-ը նայե, կինոն լրիվ ուրիշ են հասկացել։ Հա, այնտեղ կա որ դեռ ռեստորանում նստած որ բանա պատվիրում Մարլայի համար, եթե ճիշտ թարգմանությունով լսես, այնտեղ մոտը միտք անցնում, որ Մարլան էլ է գալուցինացիայի մի մաս։ Բայց ռուսերենով չի զգացվում, բայց դա այնքան կարևոր բան է, ոնց որ դու միշտ գիտես որ Tyler-ն է իր հորինած կերպարը, բայց անգլերենով նայում ես, ասում ես, հա, Մարլան էլ է հորինած։ Հա, բայց նենց հետաքրքիր է, 90-ականների վերջ 2000-ականների սկզբի այդ ոնց ասեմ, մեր համար այդպես կուլտովի ֆիլմերը հիմա էլի մոդա են դառել։ Այսինքն այս նոր generation-ը սկսել այդ կինոները էլի նայի ու ամենահետաքրքիրներից մեկն է, որ new metal-ն ու alternative rock օրինակ, չգիտեմ, Limp Bizkit, Linkin Park, System of a Down էլի դառնում են շատ պոպուլյար։ Օրինակ System-ի վերջի համերգները որ դու տենաս Բրազիլիայում, այդ ինչքան մարդ կար, այդ ինչեր կատարվում։ Ու նույնն է Limp Bizkit, նույն ռեպերտուարով են։ Հա, լրիվ նույն երկրով։ Բանը հոկտեմբերում այդ գժական ֆեստիվալ կա Ամերիկա, շատ եմ ուզում գնամ, բայց չգիտեմ կստացվի թե չէ։ Սա headliner-ները 90-ականների 2000-ականների սկզբի ռոք խմբերն են։ Դա Deftones-ն է, Korn-ն է, չգիտեմ, տենց խմբեր են ու իրանք հիմա ոնց ասեմ, sold out արտիստներ են։ Հա։ Deftones-ը, Korn-ը կամ System of a Down-ը ավելի արագ է վաճառում ստադիոն, քան այսօրվա pop արտիստները։ Դա նշանակում է, որ դա ինչ որ լավ բան կա, ինքը շատքի իր արժեքը մնում է ժամանակի մեջ։ Հետո մեր ժամանակվա թինեյջեր, չգիտեմ, ուսանողական տարիների այդ խմբերը այսօր նույն տարիքի մարդիկ էլի շատ լսում են ու բանը TikTok-ի արդյունքն է։ Հա, շատ հետաքրքիր որ TikTok-ի պատճառով են իրանք սկսել viral գնան։ Դե Fight Club-ը կլինի, չգիտեմ, այդ new metal խմբերը կլինեն, ու
Չգիտեմ, դա որ կողքից նայում ես շատ հետաքրքիր է, էլի։ Դե Հայաստանում լրիվ ուրիշ տրենդեր ա, որ լրիվ ուրիշ թեմաներ ա, բայց որ նայում ես Ամերիկա, Եվրոպա, ինչքան ավելի լայն թեմաներ կան, երաժշտությունից սկսած, չգիտեմ, կինոներով վերջացրած, ու ոնց է տրենդերը փոխվում տեխնոլոգիաների օգնությամբ, շատ հետաքրքիր է։ Ես մի ամիս առաջ բանը նայեցի 5-րդ էլեմենտը։ Հա, Բրուս Վիլիս, Will Smith-ը։ Ու մանեկա հենց այն թարգմանությունը, որը նայել եմ, ու sense մի տեսակ, չգիտեմ, կամ ինձ էր հարազատ, կամ իրոք ոնց որ ատմոսֆերան փոխում է։ Ասեն սև տղանը ինչ էր ասում, Taylor։ Մի րոպե դրամ կարամ հիշեմ։ Taylor։ Ruby Rhodes, հա, ոնց որ ասում եմ։ Քրիս Տակերը որ խաղում է, Ruby, հա։ ու ինձ հետաքրքիր որ ես տակից անգլերենը լսում էի ու ես sense ուզում հասկանամ հիմա այդ մարդկանց համար նորմալ է որ միանգամից զուգահեռ երկու լեզու են լսեն այսինքն որ տենան թարգմանած ռուսերեն բայց տակից անգլերեն խոսացվում է այս վերջերս մարդկանց բաժանված բանով ենք նայել էլի հա հենց այս վերջերս այս թեմա մեր տանը այնց 5 կինոներից մեկը դրեցի որ նայենք կինոս ասեց անջատի չեմ դիմանում որտեվ անգլերենը տակից լսվում էր հա իսկ բան կար հիշում ես գոբլինի թարգմանությամբ կինոներ հա արա շատ բաներ է դիտել կուլտովի տիպեր գոբլինը պիրասկի սայթերից որ գտնում էր իր թարգմանությամբ հա Վանդամի կինոն է Robocop, Terminator բայց իր ամենաբանը այդ ֆանտաստիկ թարգմանությունը այդ բանը Lord of the Rings-ի հենց խնդալու թարգմանություն են բանը Aerosmith-ի երգիչի աղջիկը խաղում էր, չէ՞ մեջը։ Ահա չեմ հիշում, բայց հա։ Հա, ես չեմ Էլֆերի մեջ էր, այնտեղ մի հատ բան կա, այտենց կտոր կա, որ լրիվ փոխացալ թարգմանությունը, սենց ամ Ты просто Смит, Смитն է Matrix-ի Smith-ն։ Ասում է Ты просто Смит, а мой папа Aerosmith։ Արա շատ խնդար էր։ Բայց պետք է տենց Matrix-ը նայած լինեիր, Aerosmith լսող լինեիր ու իմանար որ այդ աղջիկն է Aerosmith-ի երգիչի աղջիկն է, որ այդ հումորի խորությունը բռներ։ Հա, հիմա դες բաներ շատ կա, որ մի քիչ ինչ որ բաներից պետքա տեղյակ լինես, ասենք տենց ֆիլմերից կամ culture-ներից, որ այդ հումորները հասկանան։ Պետք է որ իրանք ոնց որ հա շարունակվում են ժամանակի մեջ լինել անկախ նրանից, որ ասենք աուդիտորիան երիտասարդ է, ու լիքը բան չի նայի, դա ինձ ուրախացնում է, որովհետև զգում եմ, ասենք մեծ սերունդի համար էլ լիքը ֆան կա, էլ այդ ամեն ինչի մեջ նես որ sense մենակ բանի վրա է հաշվարկած, որտեվ հիմա ասենք եթե պրոդուկտներին բաներին նայում ես, ոնց որ ինչ որ տարիքային բան կա, որ իրանք միշտ այնց 18-ից մինչև 25 ամենաաշխուժ սպառողները իրանք են ու ոնց որ իրանց վրա են ֆոկուս եղած էլի ոնց որ տենում ես քեզ չեն մոռացել ինչ որ entertainment-ի տեսքով տես քո համար ինչ որ բաներ կա ասում ես շուտկի ինձ հաշվի են առել հա բայց 25-ից մեծ աուդիտորիան է ավելի գնողունակ է դրա համար իրանց վրա էլ մեկը շատ քանակությամբ ոնց որ կախված թե ինչ են ուզում իրացնեն էլի ասում հա եթե պրոստը entertainment-ա ինչ թվում է ավելի փոքր սերունդ է եթե ինչ որ ավելի թանկ ինչ որ ապրանքա կամ սերվիզ է ոնց որ արդեն մեծ քո ասած վճարունակ սեգմենտի վրա հաշվարկում էլի հա եթե տենց կինո ես ծախում ես ջահելների վրա եթե կարբոնի հեծանի վրա ծախում ես բայց այդտեղ sense մի հատ բան տեղի ունեցավ է ոնց որ շատ արագ այս երիտասարդ սերունդը սոցիալական ցանցերի հաշվին լավ հարստացան հա բայց շատ փոքր սեգմենտ հա ու դե իմ մոտ ոնց որ հարց է առաջանում որ լիքը տրենդեր փոխվեց նույնիսկ ասենք որ լյուքս բրենդեր կամ ասենք մեքենաների դիզայնը բան իմ մոտ ոնց որ հարց էր առաջանում ես ում համար են սարքել էլի կամ հիմիկվա մեքենաները որ սախ դիջիտալ է ասենք նայում ես արժեքը սկսում է ասենք $80,000-ից ու վերև հիմա ասենք դրա գնորդը ով է դե օրինակ եթե շատերը բան են անում հենց target են անում ամերիկյան շուկան օրինակ այսօր LVMF-ը գիտես այդ luxury բրենդերի ամենամեծ խումբն է դե Louis Vuitton հա իրանց ֆրանսիական շատ մեծ հա գրուպ է
Օրինակ իրանց հաճախորդները հիմա ամենաարագ ծախսող, ամենաարագ աճող դեմոգրաֆիան, որ շատ մեծ գումար են ծախսում, հենց բաներն են։ Gen Z-ը, երիտասարդները ավելի փոքր մարդիկ, քան մենք։ Բայց դրա հետ մեկտեղ, օրինակ, եթե դու Ամերիկայում կրեդիտ քարտերի ստատիստիկան ես նայում, ամենաարագ կրեդիտ ծախսողներն էլ այդ սերունդը։ Փոքր սերունդը։ Հա։ Հա։ Այսինքն իրանք պրոստը ծախսում են փողը, որ չունեն։ Տնտեսել չեն։ Կամ ապագայի վրա ներդնեն, չէ՞։ Հա, բայց հասանելի հաճույքները են, որ ստանամ։ Տրենդերի միջոցով, օրինակ, չգիտեմ, screen care-ը TikTok-ում, մաշկի խնամքը, շատ ուժեղ սապ կուլտուրա է, ու 15-13 տարեկանից սկսած աղջիկները, անգամ տղաները աննորմալ քանակությամբ փողեր են ծախսում այդ տրենդերի հետևից ընկնելուց։ Օրինակ, չգիտեմ, Porsche-ի վերջի կամպեյնները, որ նայես այդ luxury մեքենաների, իրանք էլ են թարգետանում ջահերներին։ Հա, ես դա եմ ասում, որ վճարունակ, հա, ծախսում են։ Թեմա կրեդիտա թե ինչա, ամեն դեպքում թանկ բանին փող տալ կարողանում են։ Այդտեղ մի հատ հետաքրքիր տենդենսը կա, այն մարդիկ, որ շատ են օգտագործում սոցցանցեր ու շատ digitalized են, իրանց երկարաժամկետ պլանավորման շեմը շատ ցածր է։ Այսինքն, եթե դու անընդհատ on-line ես, իսկ Gen Z-ին համարը միշտ on-line է, դու չես կարող սովորաբար 5 տարի չես պլանավորում։ Իսկ եթե դու 5 տարի չես պլանավորում, օքեյ, այսօր սախ կրեդիտը ահա որ շատ վարկ վերցնես ու ծախսես։ Ասում ես 5 տարի, բայց օրինակ ես շատ հետաքրքիր sense ստատիստիկա տեսա հայտնաբերեցի իմ համար, ես սկսեցի դասավանդել, հələ չէի ավարտել 2006 թվից մինչև 2020 քանիսը։ Ու ոնց որ դու անդադ այդ սեգմենտն ես տենում էլի տարիքային, ասենք 17 տարեկան, հա, գալի, ասենք 21-22 ավարտում։ Ու ոնց որ sense տարեց տարի, ես իրանց մտածելու ունակությունը տենում էի ոնց է փոխվում։ Եթե առաջ sense երկար-բարակ բացատրում էիր ինչ որ թեմայի մեջ փորձում էիր իրան խորացնել, որ ինքը այդ ծավալը մեջից լրիվ զգա, այդ ծավալի մեջ կարանա պլանավորի, որոշի ինչից հետո ան մեզ կոմենտում, տենց 2-3 տարի ոնց որ հաճախությամբ ես նկատում եմ, որ չեն կարող կենտրոնանալ։ Ահա։ Այս ինչ որ task-երը փուճուրանում էր, խնդիրները կարճանում էր, չէին կարում բան անեին։ Իհարկե, այդ ինձ ստիպեց ես ոնց որ իմ մոտեցումը վերանայեմ, փորձում էի ոնց որ հասկանալ իրանց համար ինչն է կարևոր, ինչն է հետաքրքիր, ու այդ նյութը իրանց մատուցեի իրանց հետաքրքրությունների միջոցով, որ գոնե ինքը ոնց որ կապ տենար այդ բացատրացի ու իր ցանկության մեջ։ Ես եթե սովորեք շատ սիրուն TikTok-ի վիդեո կարաք նկարեք ու viral գնաք։ Դե իրականում հա, ոնց որ այդ ամեն ինչը ինչ որ սկիլեր է զարգացնում։ TikTok-ի վիդեո չէ, բայց օրինակ հիմա YouTube-ով ինչ որ կար շորթեր, բաներ, ավտոներ հետ կապված անում եմ ու զգում եմ ոնց որ դինամիկան լավ ստացվում է, որտեղ այդտեղ հենց այդ ամեն ինչը օգտագործել եմ էլի, բացի այն որ օրինակ նյութ ես մատուցում, то есть ինչն է կարևոր, որ ինքը տեղ տենա, կամ ինչքան ժամանակա հետո ուզենալու թերթի էտի, կամ արդեն անհետաքրքիր կլինի, կամ ինչքան կլսի, որ դու մի բան բացատրում ես։ Ասենք ինչ որ բաներ կա, ասում եմ կիսատ եմ թողում, ասում եմ կիսատ եմ թողում, կամ ասենք նյութ եմ մոնտաժանում, ասենք 28-30 րոպե, ով նայում է, հարցնում եմ ոնց է, ասում եմ ես չեմ զգացել, ոնց եմ կես ժամ նայել։ Հա։ Որտեվ ես այնտեղ, ասենք 3-4 րոպե մեկ կադրը պաստանով ասելիքը սա փոխում եմ։ Շիլչոկ փոխվեց, որտեվ իրանք հիմա սովոր են տենց սվայփ անելուն արագ ու իրարից խառը։ Ու ես ոնց որ նույն թեմայի մասին, ոնց որ ասենք սեղանի մասին ես պատմում, ոնց է հին պապական ձևով գծակիրը կբերես, հա, հիմքը ստեից պիտի սկսենք, սենց գնաց, հիմա ես թռնում եմ։ Մի հատ ստեից, մի հատ ընդեից, երաժշտությունն է փոխվում, կադրն է փոխվում, հա, բայց տենց ընկալում են, թե պրոստը նայում են։ Որտեղ օրինակ, չգիտեմ, շատերն են ասում, կես ժամ ռիլ ես նայ կամ TikTok ես նայ, բայց հարց տաս ինչ ես նայ, կարողա չկարողանան ասել։ Ու իմ մոտ էլ է, օրինակ YouTube-ով կարողա տեսնեմ, անջատում սկսեմ նայել։ Հա, չգիտեմ, վարետասյունի վիդեոներից տնեմ, ինչ որ բարդ մաթեմատիկական թեմայի մասին, խոսում sense ուշադրիր նայում եմ կես ժամ, բայց այդ ասեն ինչ ես նա կարող չասել։ Չէ, չի մնում, բայց եթե այդ սախ կարճ կտորները ոնց որ մի բանի մասին է,
ինձ թվում է իրանք կարող են կենտրոնանան դրա վրա։ Կարող է մնան։ Եթե ոնց որ թերթես իրարից հյուսիս հարավ ու էմոցիոնալ շատ տարբեր բաներ լինեն տարբեր բաների մասին, որ ասենք թերթում ես նորությունը, ասենք մեկը ընկավ մեքենայի տակ, կամ մեկի վրա պրանկ արեց, ծիծաղաց, կամ ինչ-որ կատու փիսիկ, то есть դա համար վախենալի է, որ տենց ռանդոմ էմոցիաներ է գալի ու ոնց որ բացի հիշողությունից դու ոնց որ էմոցիոնալ էլ չես կարող քեզ մի գծի վրա պահես, էլի։ Հա։ Իսկ կա դա բերի նրան, որ մարդիկ խաղերը չկան, խաղան երկար։ Օրինակ ես հիշում եմ խաղեր կար, որ փոքր ժամանակ PlayStation ունեի, հիմա օրինակ սիրած խաղերից մեկը բանն էր, Mission Impossible-ը։ Հա։ Այս երկար խաղում էինք էլի, շաբաթներ շարունակ, ամիսներ շարունակ խաղում էր կամ բանը Tomb Raider, դժվար խաղեր։ Օրերով կարողա նույն աշխարհը փորձենք անցնենք ու այնց կարող ենք ֆոկուս ունենք։ Ես լավ հիշում եմ մի անգամ այնց իրիգունը նստած խաղ էինք անում, մերոնք գնացին քնեցին, առավոտը արթնացան, ես դեռ խաղում էի։ Ու չեմ ջոգը որ սաղ գիշեր խաղացրեմ, դե իհարկե ջոհենացան մերոնք։ Հա կլասիկա։ Հիմա եթե ոնց որ նայում ես ավելի շատ ինչ խաղեր են խաղում, իրանք տենց մատչերով, ռաունդներով, on-line, то есть ցիկլները կարճ կրկնվող, բայց ասենք ժամական Fortnite-ի նման, հա։ Ահա, ասենք ինչ որ ցանկացած on-line խաղ, նո, ասենք խաղեր կա, իրանց մատչերը մի քանի րոպե է տևում, ասենք եթե fighting-ա, եթե տենց Battle Royale-ա, կես ժամ 40 րոպե, եթե Counter Strike-ա, ավելի կարճ, ու ոնց որ շատը տենց խաղեր է, թե Steam-ում, նո, կարող է ինչ-որ բան սխալ եմ հիշել, բայց ոնց որ ինչ-որ պահ եղավ, ես սկսեցի նայել ինչ են շատ խաղում, ոնց որ այդ on-line խաղերը, որոնք տենց 70 ժամ, 100 ժամ մի բան չես խաղում էլի, ոնց որ ավելի պոպուլյար է, չգիտեմ, թե ջայլ աուդիտորիայից է, թե ընդհանրապես, նո ես էլ եթե հիմա նայեմ, ճիշտ է, հաճախ չեմ խաղում, բայց տենց մեկ-մեկ ուզում խաղամ, ես նենց բան եմ խաղում, որ կարճ տևի։ Այսինքն 20 րոպեից էլ կարողամ իրանից կտրվեմ, մի ժամից էլ կամ 5 րոպեից էլ։ Ու տենց լիքը լավ խաղեր կա, օրինակ ես չեմ խաղում, դեռ գիտեմ 70 ժամ պետքա սենց մտնեմ մեջը, որ վայելեմ։ Հա։ Բայց հետաքրքիր գիտես, որ օրինակ նոր սերունդը խաղերը նաև օգտագործում են որպես կոմունիկացիայի միջոց։ Հա։ Օրինակ այդ շատ լավ մեջ տպավորվել է տարիներ առաջ ընկերներից մեկը իր երեխուն արկելեց այդ խաղադասարանցին, չեմ հիշում որներ։ Fortnite-ներ, Toliver-ներ, երեխեն կտրվեց դասարանցիներից, որտեղ այդ խաղի ընթացքում իրանք voice-ով իրար հետ շփվում էին։ Դա շատ ակտուալ հարց է, հիմա ինձ շատ մարդիկ են ասում, դու որպես, ասենք, համ խաղ խաղացող, համ խաղեր ստեղծող, ոնց ես նայում այդ ամեն ինչին էլի, ու զգում ես, սենց իրանք տրամադրված են, որ այդտեղ վատ բան կա, որ ծնողները քո ասածի պես արգելում են, նույնիսկ դպրոցի մակարդակի վրա դա խոսացվում է, ասում է երեխեք, դե քիչ խաղաք էս կոմ են կոմ, բայց ոնց որ խաղերը շատ լավ միջոց է, որ ծնողը հասկանա, թե երեխու մոտ ինչ չի հերիքում։ Բայց ոնց հասկանա։ Եթե, ասենք դու տենում ես on-line խաղում ընկերների հետ, ուրեմն ինքը կոմունիկացիայի կարիք ունի։ Այսինքն կարող է ինքը դպրոցը, չգիտեմ, ֆուտբոլ խաղալուց կամ ինչ որ խաղեր խաղալուց, տենց ասենք լավ իրան չի զգում, շատ տարբեր պատճառներով, ասենք թուլա չի կարում ֆուտբոլ խաղա կամ ասենք ամաչ կոտա կամ լավ չի կարում խոսա, ինչ որ լեզվից ճարտար չի, իրան ինչ որ բաների մեջ չեն խաղացնում կամ հետները տեղ չեն տանում, հա։ Բայց դու ոնց որ որպես երեխա շփման կարիք ունես։ Ոստե ինչ-ինչ պատճառներով շատ տարբեր կարան լինեն պատճառները, դա քո մոտ չի ստացվում, բայց խաղը դա մի հատ ոնց որ տարածք է, որ պլյուս-մինուս սաղին հավասար պայմաններն է տված, ու դու ոնց որ խաղալով շփվում ես, ու ոնց որ ինչ որ սոցիումի ինչ որ բանի մեջ ես գտնվում։ Ու ոնց որ դու կարաս ոնց որ հասկանաս, ասենք նայես երեխեդ ինչ է խաղում, ու ոնց որ տենես ինչ է իր աշխարհում կատարում։ Եթե ինքը օրինակ ասենք խաղում է տենց single action խաղեր, որտեղ սենց ինչ որ ջարդել, փշրել, ինչ որ ագրեսիվ բաներ անում, դու կարաս հասկանաս, որ ինքը ինչ որ ժայնությունն է անում, կամ ասենք ինչ որ էներգիա կա մեջը, ասենք չգիտեմ, դում է խաղում կամ ինչ որ բան։ Դա ուզում ասենք դումը լավ օրինակ։ Հա, օրինակ, ասենք ես Բայց դում խաղում է դեռ։ Ну, այդ տիպի ինչ որ ուրիշ խաղեր կա, որտեղ ոնց որ մարդ չկա, դու մտնում ես ու սկսում ես սաղին, օրինակ ես տենց հանգստանում եմ մեկ-մեկ դում խաղալով, կամ ասենք խաղեր կա, որտեղ ինչ որ story է, պատմություն է, հետաքրքիր աշխարհ է, դու զգում ես ոնց որ
այդ երեխան ինչ որ ոնց որ իրան չի հերիքում այս աշխարհի ոնց որ ֆանտաստիկ լինելը, ինքը ինչ որ հետաքրքիր աշխարհներ է հայտնաբերում կամ ասենք puzzle-ներ է լուծում։ Օրինակ ասենք նույն Minecraft-ը ինքը համ ոնց որ ստեղծագործ մոտեցում կա, որտեղ ստիլիստիկան է շատ ուրիշ, մի քիչ ընդ ուրիշ օրենքներ է աշխատում, ու այնտեղ դու կարող ես կոնստրուկտորին ման ինչ որ բաներ սարքես։ Ну, ասենք սովորական խաղերն էլ ախր տենց, այսինքն եթե սա կոմպյուտերնի խաղերը հանենք ու նայենք մարդը ոնց որ ну երեխան ինչի վրա է ժամանակ անցկացնում, օրինակ ես վերջերս ախորս երեխուն տարել ենք տենց ինչ-որ մանկական խաղահրապարակ, որտեղ ինչ ասես կար ու ոնց որ տենց մի 3-ից 4-5 տարեկան երեխեք էին ու ամեն երեխան մի բան էր դա անում։ Մեկը անդադ թռնում, սենց գնդակը վեկալում գցում էս կոմենկոմ, ու այդ նույն տեղը սենց էկրան էր, որտեղ ոնց որ գնդակով կարա ինչ որ բաներ էին գալի ու սենց խփեի։ Խփեր հա։ Երեխա կար սենց կանգնած, նայում էր, խփում էր, սրան։ Ու այդ նույն տեղը երեխա կար սենց գժական աթոռով եկան ստե շփորտում գնում դեից թռնում, ոնց որ ուզում էր սա հասցնել, համ բատուտի վրա էր թռնում, համ էս էր ամեներան, այս նույնիսկ իրականության մեջ են տարբեր ձև։ Մարդ երեխա կասի պահկվոցի խաղալ։ Հա իրան տենց ինչ որ ստելս վիճակներն է դուր գալիս, թաքնվել, նենց անել իրան չնկատեն։ Մեծերն էլ են էլի։ Ասենք երեխա կա սենց ինչ որ action բաներ է խաղում, ասենք չգիտեմ, գնդակով, ֆուտբոլ են խաղում բան, ոնց որ էդ էլ է, խաղերի մեջ էլ է տենց, այսինքն ու կամ որ ասում են խաղերը վատ է ազդում սենց տենց, այդ նույնն է, ոնց որ ասեմ կինոները, ուտելիքը վատ է ազդում։ Դե ուտելիքը կարող է տաստի։ Դե հենց դա նայած ինչ ես ուտում, ինչքան ես ուտում, ասենք մի հատ ցանկացած առողջարար միրգ ասա, եթե դու էդի ուտես, չգիտեմ, 10-20 կիլո, լավ չի լինի, ասենք բռնես, չգիտեմ, մի 10 կիլո լիմոն ուտես, ստամոքսը հրաժարական կտա, տեղ կգնա մոտիցդ էլի։ То есть դա չափը բաժնի մեջ խնդիր կա, կամ ասենք առասարակ ասում են խաղերը վատ։ Օրինակ օրը ինչքան է, չգիտեմ, 8-ից թինեյջեր տարիքի համար ինչքան է օրը միջինը օքեյ։ Ես ստատիստիկաներին չեմ նայում, ես ավելի շատ ոնց որ նայում եմ նեյրոֆիզիոլոգիայի տեսանկյունից, թե ինչքան է տվյալ բանը քո գիտակցությունը զբաղացնում։ Այսինքն ցանկացած բան, երբ որ դու շատ ժամանակ ես իրա վրա ծախսում, նախ ոնց որ դու սկսում ես իրա մեջ ինչ որ օրինաչափություններ, չելենջներ, ну, նայած եթե խաղը քեզ այդքան թույլ է տալի, որ դու իրանով տարվես, դու ոնց որ մտածում ես ինչ անեմ, երեխա կա գալի դասի ժամանակ նստում է, բայց ինքը ասենք մտածում է խաղի մասին, որտեղ երեք մաչ են խաղացել, կրվել է, ինչ որ ստրատեգիա գլխի մեջ մշակում, որ գնա կրի։ То есть այդ իր համար արդեն կարևոր է դառը։ Նույնիսկ եթե ինքը օրը խաղա, ասենք 2 ժամ, դա չի նշանակում, որ այն մարդը, որ խաղում է 4 ժամ, այդ 2 ժամ խաղացող երեխան ավելի քիչ է տարված այդ խաղով։ Դա կախված է թե ինչ դոմինանտ է իր համար ու ոնց որ ժամանակը դա իրոք ոնց որ կապ չունի։ То есть ինչքան է ինքը ներգրաված, ինչքան է ինքը կարևոր համարել այդտեղ ինչ որ ձեռքբերումներ ունենա, չելենջներ, նվաճումներ, հա, ըստ դրա ոնց որ կարա իր սախ ուշադրությունը ֆոկուս լինի տեղ։ Այդ դեպքում ոնց որ պետք է նայել իրականությունում ինչ հետաքրքիր բան է այդ երեխու կողքը տեղի ունենում։ Որտեղ ոչ մի հետաքրքիր բան չկա, հետը զբաղվող չկա, խաղացող չկա, ինքը կարիք ունի ինչ որ բանով տարվելու, ինչ որ միտեղ իրան փորձարկելու, հա, ու ոնց որ սկսում են տարվել, բայց եթե դա առօրյա իր մի մասն է, ամեն դեպքում եթե ժամանականակին վերադառնանք, ինձ թվում է նո եթե ռեգուլյար ամեն օր նայենք, եթե ամեն օրվա կտրվածքով եկալենք, ինձ թվում է մի ժամ, 2 ժամից ավել է, դա արդեն շատ դոմինանտ է դառնում, էլի։ Բայց կարաս ասենք շաբաթը մի օր, ասենք մի 8 ժամ խաղաս։ Դա սա կախված է ներգրավվածության բանից, էլի։ Ասենք նույնն էլ, չգիտեմ, ցանկացած ռեալ սպորտ վերցնես, ֆուտբոլ, բոքս, ասենք մարդկա ամեն օր գնում իրիկունը ֆուտբոլ է խաղում կամ շաբաթը մեկ խաղում է։ Հիմա դա վատ է թե լավ է։ Ինչի է իրան բերում կամ սպորտի մեջ ասենք տարված են, հա, բաներ կա, դու ասում ես դա առողջություն է, հա, մարզվեց այս կոմենկում։ Բայց ոնց որ սա հարաբերական է ու ոնց որ սա փորձում են մի հատ բանաձև գտնեն, որտեղ ուզում են հեշտ լուծեն։ Լավ է այս խաղալը թե չէ։ Հիմա 4 ժամ պետք է խաղամ։ Մի ժամ թե 3 ժամ, դες բան չկա։ Դժվար է, որտեղ պետքա սաղ փաստերը հաշվի առնես։ Մարդիկ զալա չեն անում, ասում են կլինի պրոստը արկել ենք այդ խաղերը, էլ չխաղան ու վсё։
Դեմա խորանամ ինչ է խաղում, երբ է խաղում, ում հետ է շփվում խաղալու ընթացքում, ինչ սովորեց, ինչ հավես չեն անում, որտեվ ոնց որ նախ կապ չկա շատ անգամ երեխու հետ։ Դու ոնց որ չես հասկանում ինքը ինչ աշխարհի մեջ է, ինչի կարիք ունի, էլի։ Դու ուզում ես որ ինքը պրոստը քեզ դավադի չանի ու շատ խաղ չխաղա։ Ահա, ու ինչ որ չգիտեմ, ինչա պետք, դասա պետք, գնա դասերը տարա, գիրք կարդա, խելոք պահի, չուշանաս, то есть ոնց որ քո կոմֆորտի համար իրան čo ռուլեր ես տալի, որ դա քո կոմֆորտի մասին է։ Հա, то есть դու ամեն ինչ անես, որ քեզ լավ է, ինքը քեզ չանհանգստացնի, չարություն չանի, բան չջարդի։ Բայց ասենք ինքը ինչ որ երեխա է, այն էլ այդ տարիքում դու ասես մոտ աշխարհ ես քո համար հայտնաբերում, ուսես քեզ ամեն ինչ հետաքրքիր է, դու ուզում ես անես, փորձես, թռնես, ընկնես, ջարդվես։ Բայց չէ, որ հիմա դա նայած որ տեսանկյունից նայես, հասկանում ես, պետք է կապ լինի ու դու պետք է լիքը փաստեր իրար կողք տնես։ Ու նոր կհասկանաս, հիմա դա լավ է, որ այդքան խաղում է, թե չէ։ Մի դեպքում լավ է, որ օրը մի ժամ խաղում է, մի դեպքում վատ է։ Նայած ինչ է անում ինքը։ Իսկ вообще խաղ չխաղալը։ Նսի դա շատ անբնական է, որովհետև մարդու մեջ, ցանկացած մարդու, նույնիսկ կենթանու մեջ, այդ խաղալու բանը դրած է, որովհետև ունես հետաքրքիր, օրինակ կենթանիները, դեգուզ վեկալ են շներին։ То есть շատ են խաղում։ Շունոս դավադի տանում։ Հա, օրինակ, բայց ինքը ասենք այտենց բան կա, չէ, որ ինքը զգում է, որ դա խաղ է, ու զգում է, որ դա լուրջ է։ Հա, չէ, միանշանակ գիտեն, շատ լավ գիտեն։ Ահա, այսինքն նույնիսկ կենթանիները ոնց որ խաղալով ինչ որ սկիլեր են վարժացնում։ Ու ինքը գիտի ոնց կա։ Անատոմիան են մարզում, նույն կատուները ոնց որ թաթերով բաներ են խփում։ Կարող է չէ, իրանք ոնց որ պարապում են, то есть որ ֆոկուսի մեջ ինչ որ բանին կարողանան կպնեն, որտեվ դա իր ոնց որ գոյությունը պահելու կարևոր սկիլերից է, որս անելը։ Նույնիսկ կենթանին է ոնց որ հասկանում խաղը ու այդ լուրջ պահվածքը ու մարդու մեջ էլ էդի կա, այսինքն այդ սաղ սպորտային ձևերը, սաղ այդ ամեն ինչը, ոնց որ մարդը միշտ խաղացել է ու խաղի միջոցով դու համ կարող ես քեզ զարգացնես, համ միջավայրը ճանաչես։ Ու եթե բռնես ասես խաղ մի խաղա, դա ճիշտ չի էլի, դա ոնց որ ինչ որ մի բան իր մեջ չես թողում զարգանա։ Հա։ Հասկացա։ Օրինակ, հələ կներես որ ընդհանրապես եթե կարևոր բան է իսի հարցնես, օրինակ եթե ես հիշեմ, ես ոնց սկսեցի խաղալ, այսինքն երբ որ մտավ մեր մանկության մեջ այդ խաղերը, ինչ փոխվեց մեր մոտ, մենք շատ վատ բաներ էինք անում դուրսը, ասենք կյանքին վնասող բաներ էինք խաղում, այս կողմ, այն կողմ, հա, բայց հենց այդ մտավ այդ գեյմինգը, ոնց որ լիքը խուլիգանություն դադարեց, որտեվ մենք այդ չարությունները, այդ կարիքը ինչ որ հետաքրքիր նոր բան անելու կամ մի բան անելու, որը ոչի բանի նման չի, ոնց որ խաղերի միջոցով էինք անում ու ոնց որ էլ իրար գլուխ ջարդել, իրար չգիտեմ ինչ անել, այդ ահա որ քչացավ։ Դե հիմա այնքան քչացավ, որ մարդիկ էլ փողը դուրս չեն գալիս։ Նո, ամեն ինչի ոնց որ չափից անցնելը հա լավ չի, բայց ոնց որ ասել, որ դա վատ է, ես դրան դեմ եմ։ Պրոստը պետք է ժամանակ ծախսել, փորձել այդ ամեն ինչը հասկանալ, ինչը հա դժվար է։ Բայց պետք է, որտեվ բռնես ասես մի խաղա մի շփվի, դա ոնց որ դու քո կոմֆորտի համար անես։ Դու ինչ գիտես, ինքը ինչ սկիլ է զարգացնում, ասենք բատուտի վրա թռնելուց կամ այդ գնդակը պատին տշելուց։ Դու փողոցային խաղերի նկատի ունես։ Առհասարակ ամեն տեղ։ Որտեվ իմիկվա խաղերը նենց է, դու այդտեղ ոնց որ ռեալ մարդկային պահվածք ես տենում, то есть ուշադրություն, ինչ որ թվեր ես հաշվում, ռեսուրս ես տնօրինում, ինչ որ բաներ ես հավաքում, որ ինչ որ մի բան առնես։ То есть դու դա ինչ որ կյանքին պիտանի մոդել է, չէ՞։ Ժամանակ ես ծախսում, ցիկլներ ես անցնում, կրկնում ու ամեն ձախողումից հետո դու նորից ես էդի անում, то есть ինչ որ համառություն է, չէ՞, քո մեջ։ Բայց մյուս կողմից այդ խաղերը, շատ խաղեր նենց է հենց այն որ գնանք խոսակցության սկզբին, նենց է դիզայն արած, որ մաքսիմում շատ ժամանակ խաղան մարդիկ ու շատ երեխեք աննորմալ ուժեղ կախվածության մեջ են։ Ճիշտ է։ Ու ոնց որ դրանից բացի ուժ բան իրանց չի հետաքրքրում, ոնց որ օրինակ չգիտեմ, այդ ստավկաններ անող կախվածությամբ տղամարդը կամ կինը, որ ուշք ու միտքը գնալ ստավկա անելն է։ Հա,
Դե դա էլ ոնց որ ուզում են շատ արագ հաջողության հասնեն, հարստանան ու ոնց որ այդպես մեխանիզմ է սարքած, որ քեզ ասում է, տես, կարաս հենց այնց շահում ունենաս։ Հենց այդ բաները mystery box-ը, որ խաղերի մեջ կա, այդ սկիները, որ ավատարներն են շահում, ու ֆիզիկական խաղերը հիմա շատ կա, տենց որ վաճառում են, օրինակ, չգիտեմ, Marvel-ի հերոսները, sense տուփի մեջ գրած չի, որ հերոսն է։ Դու պետք է առնես, բացես, նոր տենաս, որ ու երեխեքի ուշքը գնում է այդ խաղալիքների համար, որ բռնեն այդ բացելու պահը իրանց համար, բան օրինակ, ես իմ տղու վրա էլ տեսա, օրինակ կինդերների կոլեկցիա հավաքում ու իր համար այդ բացելը տենա որ պավտոր կա, թե չէ, ինքը ասես բացում ասած պոպ Պավտորկա է, ասես նենց է տխրում որ ու բայց ինքը էլի է ուզում։ Հա, որտեվ այդ բացելու պահը նորը գտելը շատ հաճախականությունը, որ դու դեմք շատ բան չանես։ Ուշուշ ենք անում։ Հա, չէ, ուզեմ ասեմ, այդ սախ սխեման գալիս է նրանից, որ դու սկզբում հաճախությունը իր ցանկալին տալու շատացնում ես, որ ինքը հավատա, որ տենց բան լինում է, հետո դա սկսում ես քիչ-քիչ քչացնել, բայց ինքը ոնց որ հələ հիշում է, որ տենց բան եղել է, որ հերթականը բացել է կամ նվաճումը ունեցել է ու մեծ բան է ստացել։ Ու այդ հիշողության վրա անում է ու դու պիտի չթողես, որ ինքը հուսահատ լինի, այսինքն շատ տարբեր անգամներ կրկնի ու ոնց որ այդ ձեռքբերումը չունենա։ Շատ ուշուշ դա իրան տալիս ես։ Դե հենց սա այդ մեխանիզմը տենց է աշխատում։ Դրա համար մարդիկ հա ուզում են ստավկա անեն, հա ուզում են խաղ խաղան։ Չի նշանակում, որ պետք է ոնց որ ընդհանուր խաղերին այտենց նայել։ Ոնց որ հենց այդ եմ ասում, շատ դժվար է դա, բայց պետք է ոնց որ եթե ծնողների մասին է խոսքը, որ իրանք հասկանան ինչ է խաղում, պետք է ոնց որ խորանաս, փորձես հասկանաս այդ խաղը ինչ է ներկայացնում։ Ու այսօր ասեմ դժվար չի, որովհետև թեկուզ եթե դու չես հասկանում այդ ինչ խաղ է, ChatGPT-ին կարաս ասես, այս ինչ խաղ է, ինքը ինչ կատեգորիա է պատկանում, ինչ մեխանիկաներ կան մեջը, իր տևողությունը ինչքան է եւ այլն, գոնե այդ պրիմիտիվ բաները կարա ոնց որ ծնողը իմանա ու հասկանա, այս խաղը թողի, խաղա թե չէ։ Որովհետև խաղեր կան, իրանք շատ օգտակար են, ասենք խաղեր կան շատ կրեատիվ են զարգացնում, սոցիալական շփումներ են բերում, հա, բայց խաղեր կա, ոնց որ քեզ գցում է այդ ցիկլի մեջ, որտեղ իրանք ստեղծված են մենակ փող աշխատելու համար, իչոն վատով։ Որտեղ ուրիշ բան է, դու ինչ որ X գումար տաս, ձեռք բերես մի բան, իրան օգտագործես։ Ասենք ֆիլմը ոնց է, ասենք գնում ես, ինչ-որ կոնկրետ գումար ես տալի, նստում ես, այդ սեանսը նայում ես, բավականություն ես ստանում, գնում ես կամ ասենք ատրակցիոնները, հա, ինչ-որ պարկ ես գնում կամ ինչ-որ բան, այսինքն մենք sense տենց միշտ վճարում ենք ինչ-որ մի բան ստանալու համար, հա։ Դա նորմալ է։ Նորմալ չի, երբ որ ոնց որ այդ մեխանիզմը օգտագործում են, որ քեզնից շատ գումար վերցնեն ու քիչ տան, ինչը այսօրվա ժամանակակից game design-ի monetization-ի բալանսի հիմքում է։ То есть տալ քիչ, վերցնել շատ։ То есть այնտեղ դաշա սխեմաներ կա, որ դու պետքա տենց անես։ Եթե տենց չանես, քո product-ը fail է լինում, հա, ու ոնց որ ասում են, չէ, էսի լավը չի էս product-ը, որովհետև income-ն ու outcome-ը բալանսը լավը չի։ Շատ մեխանիզմներ կա, ես տենց շատ բաներ եմ տիրապետում, շուտկի մասնագիտական, բայց ասենք նենց չի, որ ես հիմա ոնց որ կենտրոնացած եմ, որ այդ ամեն ինչը օգտագործեմ, որ շատ եկամուտ ստանաք։ Հա, ну, то есть եկամուտ sense tenants սաղել ուզում են ստանան իրանց product-ից, այստեղ հարցը այն է, թե դու ոնց ես այդ ամեն ինչին նայում։ Եթե դու նայում ես որպես գործ, ասում ես լավ, դե մեկը մարդիկ կան հակում ունեն, ասենք քո խաղը չխաղա, կազինո կխաղա, հումար կխաղա, կարտ կխաղա, չգիտեմ, գրազով նարդիկ կխաղա, то есть ինքը մարդա, որը հեշտ միջոցով ուզում է հարստանա։ Քո product-ը չօգտվի, ուրիշի իսկ օգտվի։ Դա մի մոտեցում է, մյուսը այն է, որ դու քո համար ասում ես ես դրանով չեմ ուզում զբաղվել։ Հա։ Ինձ հաճելի չի այդ միտքը։ Որտեղ տես խաղերը, օրինակ իմ պատկերացնով նման խաղերը կազինոյից կամ այդ, չգիտեմ, այդ ստավկեքից ոչ մի ձևով չի տարբերվում։ Երկուսն է կախվածության մեջ գցել ու մաքսիմում եկամուտ ստանալ ամեն ֆիզիկական անձից։ Նույն ռուլերն է գրած։ Օրինակ հեռախոսի մեջ լիքը խաղեր կա, իրանց համակարգան գրած է նույն ձև, ոնց որ կազինոյի նույն այդ Adnarok-ի բանձի տա։ Հա։
ես ինքս որ լիքը բան սովորեցի, ուսումնասիրեցի, համ պրակտիկա ունեցա, ես տեսա որ նույն բանն է։ Բայց այս հեռախոսները բան են դառել, էլի, օրինակ կախվածության իդեալական գործիք։ Իմպլանտ է էլի։ Հա, շոթքի։ Մոտիցը տարանք ես հաշմանդամ ես զգում։ Հա, որ ամեն մեկս այդ անտերից մի բանով կախվածության մեջ ենք։ Մեկը խաղ է խաղում, մեկը ստավկա է անում, մեկը սոցցանցերում է, մեկը, չգիտեմ, վիդեո է նայում։ Իմ կախվածությունը ես գիտեմ։ Դատարկում ես ընդ է, նավիգացիան օգտվում ես դրանից, մարդկանց հետ կապվելու կոմունիկացիան օգտագործում ես դրա միջոցով, հա, ու ոնց որ ինքը քո օրգանի մի մասն է։ Չեմ հիշում ես վերջերս ինչ էին այն, մտա այդ միտքը ասեց, որ ասեց ինչ եք վախենում չիպավորումից էլի։ Արդեն չիպավորված ենք, էլի։ Չիպավորված բրծացա, հետդ կապած։ Տեղդ գիտի ինչ ես անում, ոնց ես անում, երբ ես անում։ Չես ավելի լավ է ճանաչում, քան քո հարազատները։ Դե ես մի հատ վրես ես չիպերն եմ կապում, դաժե գիտեն ես ինձ ոնց եմ զգում։ Հա, ես էլ էի կապում, բայց անցաբան։ Անալոգիա։ Որ ինձ հիշացնեմ, որ ես էլ կայելի։ Հա, որտեղ այդ ամեն ինչը մի քիչ սինթետիկություն է մտցնում, ու այդ սաղ այդ դիջիտալ բաները էլի, օրինակ ես ասենք սաղ կյանք սպորտով զբաղվել եմ, ու ինչ որ մի բա կապեցի այդ շամացուցը, որ դա իմ պուլսներ ցույց տալի, Apple Watch էր։ Հա՞։ Apple Watch։ Չէ, Garmin։ Հա, ժամերից էր, նվեր ստացա, իմ քնի մասին էր ասում, իմ պուլսը էս կոմ են կոմ, քանի քայլեցի եւ այլն։ Ես ոնց որ հասկանում եմ, գիտակցում որ լիքը մարդու էդի ստիմուլ է տալի, որ դու հետևողական լինես քո բաների համար, նույնիսկ ինքն ինչ որ achievement-ներ է տալ, չէ, 10000 քայլեցիր կամ այսքան։ Ապրես։ Հա, բայց օրինակ ես դրա կարիքը չունեմ, ես առանց այդ ժամի պարապել եմ, իմ ռեժիմը գիտեմ, այս կոմ են կոմ, ու անկախ ամեն ինչից ինչքան տենց բաները շատանում է, ես օրինակ ին վրա եմ զգում մեկ-մեկ տենց լինում է, որ ասենք շատ եմ սոցցանցերի մեջ անցկացնում կամ տենց դիջիտալ բանում, ես զգում ոնց որ իրականության հետ կապը կորցրած լինեմ։ Ու էդի զգում եմ այն վաղ, երբ որ զգում եմ անբավարարված եմ ես ինձ զգում։ Ու ձեռդ հա հեռախոսին է, չէ՞ գնում։ Որտեղ ոնց որ անդադ սինթետիկ բաներով դու քեզ զբաղացնում ես, այդ դոֆամինը տալիս ես, որի կարիքը sense tenance դու ունես, բայց քանի որ ինքը սինթետիկ է, դու լիարժեք բավարարված քեզ չես զգում։ Ու նենց է դիզայներած, որ լիարժեք բավարարված չլինես, որ անընդհատ օգտագործես։ Հա, բայց որ ասենք sense իրական մարդու հետ sense շփվում է, ասենք կարող է sense լրիվ կարող է որ նա ինձ sense բավարարված գնում եմ տուն ու sense նենց լավ եմ զգում, ոնց որ ասես լավ բան եղավ, ասենք ծանոթներից մեկին հանդիպեցի, շփվեցի կամ ինչ որ ֆիզիկապես գնում ինչ որ մի բան անում ես, էլի։ Հա։ Sense քեզ լծված է զգում, էլի, բայց այդ դիջիտալը վանմանում ես վերջը չի։ Այդ նորմալ մարդկային շփումը մեր կյանքում շատ է կրճատվել։ Անկամ COVID-ից հետո էլ ավելի քչացավ։ Հա։ Մենք չենք է նկատել ոնց է քչացել, որ մարդիկ էլ իրար տուն չեն գնում, կաֆեմ ինչ որ կարճ հանդիպումներ աստորաբար անում, սաղ շփումը on-line է, մեսենջերների ու ես իմ չաթերի միջոցով։ Հարմարել է։ Օրինակ ջանքեր չես գործադրում մտածելու վրա։ Օրինակ sense հիմա որ իրար հետ խոսում ենք, ես գում եմ իմ ուղեղը ավելի շատ ռեսուրս է ծախսում, թե ես ոնց կխոսամ, նախադասությունս ոնց կձևակերպեմ, մի քիչ ոնց որ գնում է հիշողության բլոկերից ինչ որ դատա բերում է նավսակի, որտեվ կարող է թեման պետք է լինի քննարկելու, հա, ես լիքը բան անում։ Իսկ երբ որ գրում ես, ես ոսպատայ գրում ես, կարդում ես, ոնց որ մի հատ հետադարձ կապ է գնում, այս բանը փոխեմ, թե չէ, այս արոգանություն չկա, հայացք չկա, ասենք ինչ որ sense կիսատկլոր պարկած եսին որտե սմայլիկներով sense բան ես գրում, բայց լուրջ դեմքով դեմքից ասենք դուդուկի ձեն է գալի, էլի, բայց ընդ սմայլիկներով բան ես գրում, այս էդի ոնց որ հեշտ է, որտեվ ոնց որ քո նպատակը իրագործում ես, то есть դու ինչ որ բան էի ուզում ասեիր կամ տենց ինչ որ շփման նպատակ կար, ինչ որ հետաքրքրություն առաջացնես կամ ինչ որ ծիծաղելու բան ասես, այս կոմենտում դու դա անում ես, բայց դու դրա համար ոչ մի տենց էմոցիոնալ ու մտավոր լուրջ բան, ոնց որ իրականում կան, չես անում։ Ու եթե հեշտ ստացվում է դա, նույն այդ խաղերի պրինցիպն է, то есть հեշտ ստացար քո ցանկալի տարբերակը։ Բայց գիտես հետաքրքիր որ այդ հարմարավետությունը, այդ convenience-ը, հարմարավետություն կարելի է հայերեն թարգմանել, բերեմանով է, որ դու թամբալանում ես ու սկսում ես համարյա ոչ մի բանից հաճույք չստանաս ու նաև երկար չմտածես։ Չգիտեմ, ուտելիքա պետք սեղմիր կնոպկին կեժամից տանը տա, ուզում ես ինչ-որ մեկի հետ շփվես, պետք չի պայմանավորվել հանդիպել, մի հատ սմայլիկ ես ուղարկում,
Նույնիսկ օրդ կարաս պլանավորես, որտեվ կարաս 5 րոպե կամ 10 րոպե առաջ զանգես, ասես կուշանում։ Հա։ Անպատասխանատու ու product-ներն էլ է այդպես դիզայներած, օրինակ այդ AirPods-ի վրով եմ մտածում։ Ինչ իդեալական դիզայնով product-ը, չէ՞, բանը բացեցի այդ նաուշնիկները, դեռ դրած ինքը արդեն connect տայղնում, դնում ես ու միանգամից ոչ մի բան պետք չի անել։ Բայց դա մյուս կողմից մտածելու կարիք է չկա, օրինակ նա գիտես որ ես գնացել եմ վերապատրաստման այդ մեծ տենց իսպանական ցանց կա Inditex-ը, որտեղ այդ Zara, Bershka, Pull&Bear տարիներ առաջ երբ որ այդ ոլորտում էի շատ տարիներ առաջ օրինակ տրեյնինգում առաջի բաներից մեկը որ լավ հիշում եմ հարց է տալի այդ տրեյնանով ասում է եթե հաճախորդը ջինս է ուզում 40 տեսակի ջինս կա սեղանին շարած քանի հատ ցույց կտաս 3 հատ 5 հատ 7 հատ դե ինտուիտիվ դու մտածում ես դե շատ ցույց տաս մարդը կարենա ընտրություն անի բայց այդ ամենասխալ պատասխանն է 3 հատից ավել չպետք է մարդուն առաջարկես որովհետև 3 հատից ավել որ առաջարկում ես խառնվում է չի կարող ընտրություն անի ու այդ բրենդերը դիզայներները չգիտեմ բոլորը շատ լավ հասկանում են ու գիտեն ու քո փոխարեն որոշում են կայացնում YouTube-ը քո փոխարեն որոշում է կայացնում դու ինչ լսես TikTok-ը քո փոխարեն որոշում է կայացնում դու ինչ նայես մտնում ես չգիտեմ Yandex Foods ինքը հիմնակ քո փոխարեն ցուցատալի ինչ պետք է դու ուտես ու ամենտեղ ոնց որ քո փոխարեն որոշում են կայացնում բայց այդ շատ անհետաքրքիր ամեն ինչ սարքում այստեղ մի հատ sense հետաքրքիր բան կա տես օրինակ այդ ամեն ինչ էին եթե մի հատ ուրիշ անկլովոն մենակ Yandex-ը ուրիշ անկյունից նայես ոնց որ քո համար սա ժամանակ է խնայում չէ то есть քեզ լիքը բայց այդ ժամանակ խնայում է բայց մեկը ժամանակ չունես բայց դու հա հարց չկա ժամանակ խնայում է բայց դու ժամանակ ինչի վրա ես ծախսում չես գնում ընտանիքիդ հետ անցկացնես ընկերների դու մտնում ես Instagram կամ TikTok կամ YouTube որտեվ քո ուշադրությունը շատ թանկ է այնտեղ գնա հա դու ինչի համար ես այդ ժամանակը խնայում մի կողմից կոմոդ ամեն ինչ պայման սարքել են որ դու լիքը ժամանակ խնայես ֆիզիկապես չգնաս չգաս չգիտեմ ամեն ինչ հասանելի լինի digital RF-ով եւ այլն որ դու ազատ ժամանակ ունես ու այդ ազատ ժամանակը դու էլի ոնց որ քեզից գողանում ես ծախսես հա դրա վրա հա դա մի քիչ sense absurd է հնչում բայց դա ոնց որ ինձ թվում է մի հատ կետ է որ մարդը պետք է մի հատ սթափվի ու հասկանա ինչ անում է պետք է գիտակցել ու սկսել մտածել դու ինչ ես քո ժամանակի հետ անում հա որովհետեւ ինձ օրինակ միշտ հարցնում են իրոք ասում են այդքան ժամ ոնց ես կարող վազես կամ հեծանիվ քշես ասում եմ շատ բարձ Facebook-ները ջնջեմ ոտից Facebook-ը ջնջում ես օրական 2-3 ժամ միանգամից ազատ հանգիստ էլի ես տենց Facebook օգտագործողները օրը գոնե մի ժամ օգտագործում են օրը մի ժամ դու պատկերացրու օրը մի ժամ դու կարող ես երեխուդ հետ չշփվես կամ ծնողներիդ հետ չշփվես մատ հետաքրքիր գիրք է վերջերս կարդում բանի կոչվում է 5 types of wealth 5 տեսակի հարստություն գրքի իմաստն է որ մենակ փողով պետք չի հարստությունը չափել դե ժամանակ կա առողջություն կա սոցիալական կապեր կա ու այդ գրքի մեջ այն իդեան էր որ օրինակ երբ որ դու տնից ավարտում ես դպրոցը գնում ես համալսարան ծնողներից տարանձնանում ես կյանքիդ ընթացքում արդեն չգիտեմ այդ առաջի 18 տարվա մեջ ես դու հիմնականում ծնողներիդ հետ մնացած է 60 30 տարին որ կամ 40 եթե վախտդ բերի ծնողներիդ տեսնես այդ ընթացքում կարող դրանց մի 100 կամ 200 անգամ տեսնես ու այդ մենք չենք հասկանում ասինքն որ մտածում ես հա մենք ժամանակ շաբաթը մեկ կարող է քո ծնողին չտենաս կամ ամիսը մեկ չտենաս ու հասկանում ենք որ բոլորս է մի օր գնալու ենք այս աշխարհից, բայց մեր այդ թանկ ժամանակն ու ուշադրությունը ծախսում ենք ամենաանիմաստ բաների վրա։ Որը բան չի մնում է քեզ։ Ոչ մի բան չի մնում, ոչ մի բան չի մնում։ Ու ես մեկ-մեկ այդ binge watch-ig են ասում ինչ անել։ Instagram կարող է TikTok մտնեմ, եկե ջոգեմ մի կես ժամը տեղեմ, հետո նենց եմ այդ ժամանակ ափսոսում, որովհետև ինչքան ավելի լավ բաների վրա կարելի է այդ ժամանակը ծախսել։ Իսկ դու այդ տարիքային խնդիր է, ես նկատել եմ, որ հələ բացի այդ սոցցանցերից, ասենք լիքը երիտասարդներ, իրանց նենց են բան, ոնց որ սենց անմահլն են։
Անենց ռիսկային բաներ են անում, ասենք սկսած վնասակար բաներ ուտելուց, վերջացրած ինչ որ էքստրեմալ արագ բաներ քշելուց, ճռիկ վռիկ անել, այսին որ դեից թռնել, նայում ես ասում ես լավ, վախ չկա քո մեջ որ այս կարա մի բան լինի, ու զգացել եմ ոնց որ չկա այդ միտքը, որ քո հետ կարա մի բան լինի, то есть սա մտածում են որ իրանք sense հատուկ են, հա, իրանք այդ ոչ մի բան չի լինի, то есть իրանք կյանքի գլխավոր հերոսն են, ոնց կարա առանց ինձ այս կյանքը լինի, ես գլխավոր տղեն եմ, կամ գլխավոր աղջիկն եմ այս կինոյի, ու էդի ոնց որ դրա մի մասն է, որ չես գիտակցում ժամանակը անցնում, այսինքն քո համար ժամանակը սկիդու չես էլ իրան զգում այտենց, նախ չես զգում, որ քո կյանքն է ժամանակով, որ քո հետ կարա մի բան լինի, էլ դու չլինես կամ չգիտեմ ինչ էլի, հետո ինչքան ոնց որ մեծանում ամարտ, ասենք 30-ից հետո, քիչ-քիչ 30-ից 40-ից 50-ից ոնց որ հավանականությունը իհարկե մարդու տեսակից էլ է կախված, մարդկան вообще չի զգում որ ինչ որ իր մոտ բան է տեղի ունեցել ժամանակի ընթացքում, բայց ուզում ասեմ էդի տարիքային է, էլի, օրինակ ես չգիտեմ ինչքանով են ոնց որ տարիքով մարդիկ կլանված կամ իրան ժամանակը շատ ծախսում սոցցանցերում, ասենք 50-60 տարեկան մարդիկ ծախսում են ահագին մեծ մասը ամենաակտիվ կոմենտ գրող խումբն ասես սաղ մեծատարով չես որ ռուսերեն ու հայերեն խառնացն Facebook-ը որ հաստատ մեր մոտ կոմենտ գրողները շատ լավ են գրում ու հայերեն ես օրինակ այտենց ծնողներիս ցույց տվեցի մի քանի սոցցանցի տեղ ու զգացի չէ իրանց էլ է տանում հենց որ կհամաձայնվեմ որ չէ մեծերին բաբան են որ սենց YouTube շատ նայի բանից վերջերս սկսել է կոմենտներ գրել բանից մեկ զանգում հարցնում այս բառը սենց գրեմ թե կամ ասում սենց բան եմ գրել ասում անդե ոնց անեմ այս տառը սխալ ա եղել ոնց ուղեմ զգում ես ասենք 70-ից մարդ է բայց ինչ որ ընկել է տալիքի վրա էլի հա հենց այս Կիրակիրը մեր ստանում է գիրողական ու այդ կոմենտների թեմաներ Պապան այդպես հպարտ ասեց որ ինքը կյանքում կոմենտ չի գրել մաման ասեց որ մի քանի հատ գրել է բայց էլ չի գրել խոսքատերով ու հետաքրքիր է նա օրինակ պապան YouTube շատ անում հա նու շատ որն է սիրում է ու ինձ թվում է տղամարդիկ вообще YouTube սիրում են ու այդպես հպարտ է իրանց լավ վիդեոներով կտած կիսվում են կանայք աղջիկներ ինչն են Instagram նա օրինակ YouTube-ում տղամարդիկ ավելի դոմինանտ են YouTube-ից տղամարդիկ ավելի շատ են օգտվում քան կանայք եթե միջազգային ստատիստիկան նայես օրինակ ես երկու հատ sense միջինոտ ալիք ունեմ միտե մի 5000 բաժանորդ միտե 4000 միտե լրիվ ոնց որ sense ուսումնական թեմաներ է ծրագրեր բաներ դասեր է դրած Էլի աուդիտորիայով նայում եմ 65-70%-ը տղաներ են, այն մյուս ալիքում 80%-ն են տղաները։ Նո, մեկը ավտոների հետ կապված։ Դոմենից է կապ ունի, նա այդ ինչ կոնտենտ է ստալ, օրինակ երբ որ Re-Range նոր ենք սկսել, շատ նմաններ հենց միջազգային ստանդարտն է YouTube-ի տղամարդիկ մի քիչ ավելի շատ են։ Օրինակ հիմա մեր ալիքում, sense համարյա միշտ հավասար են գնում։ Մի ամիս կարող է տղամարդիկ 1% ավելանան, հաջորդ ամիս կանայք։ Օրինակ մեր մոտ sense հավասար կիսված է դեմոգրաֆիան Re-Range-ում, բայց YouTube-ից տղամարդիկ ավելի շատ են օգտվում։ Instagram-ից չգիտեմ Instagram-ի ստատիստիկան առաջ աղջիկները ավելի շատ են օգտվում, հիմա բայց ոնց որ թե հավասարվել է երևի։ Օրինակ խաղեր կա, սպասի նայեմ էլի։ Բանի հեռախոսի, որոնց 60-70%-ը կանայք ու աղջիկներ են։ Հա, պատկերացնում եմ որ տես կարելի։ Այն casual տես ժանրեր կան։ Որ ֆերմա են սարքում են անում։ Այդտեղ ոնց որ կանայք են դոմինանտ։ Հա, տես Instagram-ում էլի 50.6 տղամարդիկ են, 49.4-ը կանայք։ Հա, բայց սա հավասար պայքար է։ Հա։ Ու ամենադոմինանտ խումբը տարիքային 14-ից 34 տարեկանն է։ Երիտասարդ ալիքի աուդիո։ Չէ, բանը միջազգային եմ ասում։ Միջազգային տարիքային ինչքան է։ 18-ից 34։ Հա։ Hence a significant portion, 62% of the users are aged between 18 and 34։ Հա, 62%-ը 18-ից 34 տարեկան Instagram-ի։
Իմ մոտ YouTube-ում հավասար է, բայց Instagram-ում աղջիկները ավելի շատ են։ 55-45-ը։ Չգիտեմ ինչից է։ Ու ոնց որ ամեն domain, ամեն product, TikTok կլինի, Instagram կլինի, YouTube կլինի, ամեն մեկը իր սպეციფიკան ունի կոնտենտի։ Հա։ Դե YouTube-ը ավելի երկար նյութեր նայելն է, այսինքն կարող է իմ օգտագործման ձևից է, օրինակ ես այն ինչի YouTube-ը։ Չէ, տենց է։ YouTube-ի ալգորիթմը, եթե վիդեոները 12-13 րոպեից կարճ է, չի սիրում ալգորիթմը։ Սիրում ավելի երկար վիդեոներ, որովհետև YouTube-ն է բարից այդ ունի երկար պահելու յուզերները։ YouTube-ը ավելի երկար վիդեոներով է պահում, օրինակ Instagram-ն ու TikTok-ը կարճ վիդեոներով են պահում։ Բայց YouTube-ը ամենաշատ օգտագործվող սթրիմինգ սերվիսն է աշխարհում։ Netflix-ից շատ են նայում։ YouTube-ը այսօր ժամանակի առումով ամենաշատ օգտագործվողն է։ Շատ լուրջ, ինքը շատ լուրջ բան, անգամ Հայաստանում։ Ես շատ եմ նայում, օրինակ այն նյութերը որ նայում եմ, իրանք հիմնականում կես ժամից մեր լսողներն 70%-ը YouTube-ով են լսելու։ Մնացած 30-ը նոր Spotify ու Apple Podcast։ Չնայած podcast-ինքը դոմինանտը աուդիո ֆորմատն է, բայց Հայաստանում YouTube մեկ ավելի շատ են օգտագործում, քան Spotify ու Apple Podcast։ Հետաքրքիր է։ Այսինքն այդ բանը էլի որ այնքան տենց նենց են այդ ամեն ինչը դիզայները, որ դու մաքսիմում շատ ժամանակ ծախսես այդ պլատֆորմաներում, կապ չունի այդ YouTube-ն է, թե TikTok-ն է։ Մարդիկ կան, որ մտածում են, որ YouTube-ն օգտագործում, դա ավելի օգտակար է, քան TikTok-ը, բայց սովորաբար դա տարբերություն չկա շատ էլի։ Ընդեր կարա շորթեր նայես, ընդեր TikTok-ը։ Այդ կարևորը շորթ չնայես, չէ՞։ Ասենք երկար նյութ նայես։ Օրինակ ինձ հետաքրքիր է, ասենք այդ տարիքային բանից կախված է։ Օրինակ ես YouTube եմ օգտագործում ու շատ երկար նյութեր եմ նայում, ասենք ինչ-որ բան ուզում սովորեմ, հասկանամ, ու ասենք այդ թեմայի շուրջ կարող եմ մի քանի հատ երկար ժամուկես 2 ժամանոց նյութ նայեմ, որ մի հատ էլ վերլուծեմ այդ ինչ էր ոնց էր, ինքը իմ համար ավելի շատ այդպես ինչ-որ բան սովորելու, ուսուցանելու է։ Instagram-ը ինչ որ sense բանա ձևավորել մոտս привычка, այնպես մտնում եմ, որ ասենք ալիքիս հետ կապած ինչ որ բան եմ, գիտեմ, sense մի երկու հատ թփ իրար հետևից գնում եմ ու ոնց որ կոնտրոլ եմ ինձ անում, հենց այդ տենում եմ, sense դնում եմ մի կողմ, բայց հետաքրքրն է, որ սկզբից ես չգիտեմ ոնց է ուղեղս ինձ խափում, որ ես էդի չջոգեմ, որ ես էդի անում եմ։ Բայց ոնց որ sense մի քիչ զոմբիացրած, sense ես բնած դարած sense սիգարետ ծխելը ոնց է, ասենք լիքը մարդ չի կարող թարգի, որովհետև բնած ասենք նիկոտինը դրած մի կողմ այդ գործողությունները դարելա ոնց որ իր առօրյայի մի մասը։ Այսինքն ֆիլմ նայեց, օրինակ ախպերը շատ դժվար թարգես ծխելը, շատ իրար հետ շատ էինք այդ թեմայով խոսում, ես ծխող չեմ եղել, չեմ ծխում, բայց ախպերս երկար ժամանակ պայքարում է։ Սկսեմ 3 տարի ծխի ու թարգի ստացվի։ Որ ասեմ թարգել եմ, չէ՞։ Ամեն մեկ կողքս խոսում են այդ նվաճումների մասին, ես կարացա թարգեմ, բան ասեմ, ես անհետաքրքիր մարդ եմ։ Այսօր ամսի քանիսն է։ Այսօր հունիսի 30-ն է, 18 օրից կլինի 3 տարի որ չեմ ծխե։ Այդ լուրջ է։ Ես ինչքան գիտեմ դժվարը առաջի 3 ամիսն է։ Ես գիտես ինչ pattern նկատեցի ծխելուց։ Նայ առաջի օրերը որ գժվում ես։ Մենակ դրա մասին ես մտածում։ Ոնց ասեն երեխեն որ խաղում, հետո դասի մտածում այդ խաղի մասին։ Այդ այնց առաջի երևի մի քանի շաբաթը մենակ ծխելու մասին ես մտածում։ Ահա որ էր։ Հետո սկսում ես մտածես ծխելու մասին, տենց ժամը 1 կամ կես ժամը 1։ Հետո մի կես տարի անցնում է, սկսում ես ծխելու մտածես, օրինակ կոֆե խմելուց մենակ առավոտը։ Նայած ինչն է թրիգեր էլի։ Ու 2 տարի հետո նոր ես սկսեցի 2 տարի հետո իմ մոտ դարավ ծխելու մասին մտածելը 3 ամիսը 1։ Տենց տևել է։ Հիմա 3-րդ տարին է ու վերջի կես տարին ծխելու ընդհանրապես ցանկություն մոտս չի եղել։ Այսինքն ոնց որ sense ինքը գնալով ցանկության արանքը երկարում է։ Ու եթե արդեն գիտակցում ես, եթե հիմա ուզում ես ծխես, եթե այս պահին այդ ցանկությունը հաղթահարեցիր, եւս կես տարի չի լինի դա։ Դա նույն այդ խաղերի այդ reward ստանալն է, եթե դու այնքան ես երկարացնում ցիկլը ու ոնց որ
հուսահատա լինում քո ենթագիտակցությունը, որ դա էդի կստանա, ինքը էլ դրա վրա ռեսուրս չի ծախսում, որ մտածի ուզի։ Բայց եթե դու հանգարց մի հատ տաս, ինքը ասում է, հենց ուրեմն շանս կա, արի ես այդ մտքերը էլի գեներացնեմ, էլի ուշադրություն տանեմ այդտեղ, որ նորից ստանամ այդ դոֆամինի հաճույքը։ Լրիվ տենց է, ինչքան շատ ես համբերում, այնքան հաջորդ անգամ չծխելը ավելի մեծ արդյունքի է երկարաժամկետ բերելու։ Ու իրական այդ pattern-ը, այդ parallel-զվային ամենտեղ կարաս տեսնես։ Երևի դրա համար են ասում, որ նախկին նարկոմաններ չկան։ Դե հա, պրոստը։ Ասում եմ դու կարաս տարիներով չօգտագործես, բայց դու էլի համարվում ես բժշկական տեսանկյունից, ահա որ պոտենցիալ ունեցող բան, որ կարա ամեն րոպե ոնց որ չդիմանաս։ Դե որտեվ գիտես, երբ որ իրան օգտագործեցիր կամ ծխեցիր, ինչ reward է տալու, որտեվ եթե դու նարկոտիկ չես օգտագործել, դու չգիտես այդ ինչը։ Երբ որ օգտագործել ես այդ փորձառությունը անցել ես, դու գիտես դա ինչա, դրա համար քո համար հաջորդ անգամ օգտագործելը ավելի բանը հավանական է, էլի երևի։ Դե բացի այդ ինքը մի հատ շատ զզվելի մեխանիզմի, նո զզվելի լավ առումով մեխանիզմի է կպնում, նույն այդ դոֆամինը, հա, ինքը ոնց որ ինչ է անում, այն առօրյային, որ դու ինչ որ քո կյանքի համար անհրաժեշտ բաներ ես անում, ինքը քեզ դրանով բան է, reward է տալիս, ասում է պարգևատրում, ասում է հաց կերար ապրես, չգիտեմ, ավտոյի տակ չընկար, ողջ մնացիր ապրես, նվաճում ունեցար, սենց, ու ոնց որ ուղեղի համար էդ է կարևոր։ Դու մի բան անես, նվաճում ստանաս, բայց եթե ինչ չարաբաստիկ պայմաններում ոնց որ ուղեղը դրա տեղը իմանում է, որ կարա ոչ մի բան չանի ու ստանա դրա հազարապատիկը։ Էդի ոնց որ ասում է էլխի, ոնց որ աշխատեմ, չգիտեմ, գումար հետ գցեմ, մի հատ մեքենա առնեմ, որ չգիտեմ, sense գազ տամ, ասեմ ուխ դզեց, որ կարամ էդի sense վարկանական ստանամ։ Ոնց որ էդի խակը անում ուղեղը, ոնց որ ինքը չի կարա քո կյանքի պլանների ու որակի մասին մտածի, իր մոտ տենց են դրել։ Ու ոնց որ այդ կսումա կախվածության մեջ։ Սպորտը դրա հակառակն է։ Հա, որ անմանում ես ռեզուլտատը չես տենում։ Չէ, բանի առումով, նա օրինակ, չգիտեմ, օրինակ հենց այս Կիրակի օրը առավոտը ահավոր չէ ուզում գնամ վազը։ Ու շատ օրեր որ արտանում եմ, չեմ ուզում ոչ գնամ վազեմ, ոչ զալ, ոչ հեծանիվ ու մարդկանց եթե թվում է առավոտը սպորտով զբաղվողները միշտ տենց ուրախ գնում են սպորտի, տենց չի։ Բայց գիտակցում ես, որ գնացիր, արեցիր, վերջում հաճույք գալի։ Հա։ Վերջացրեցիր, նենց լավ ես քեզ զգում։ Նենց ֆանտաստիկ ես քեզ զգում, որ առավոտը դու այդ չուզենալու ցանկությունը կարողանում ես հաղթահարել, որովհետև գիտես, որ արեցիր, վերջացրեցիր, լավ ես քեզ զգալ, որովհետև ինքդ քեզ հաղթեցիր, որովհետև մի հատ լավ բան քո համար արեցիր։ Անելուց հետո լավ ես զգում։ Հա, դրա համար ասում ենք բանը, նարկոտիկի հակառակն է, վերջում է։ Ես մի հատ հետաքրքիր մեթոդ էի մշակել իմ համար, որ ինչ որ բաներ կարողանամ անեմ։ Ես ասեմ, որ ահա որ ալարկոտ մարդ եմ, խոստովանում եմ, բայց ոնց որ այդ գիտակցելով ես նենց եմ լիքը բան արել, որ այդ հաղթահարեմ։ Նույն երբ որ ես դասավանդում էի, ինչ որ բաներ կար, որ ոնց որ գիտեի այդ գիրքը պետք է կարդայի, այդ ուսումնասիրեի, ալարում էի։ Բայց գնում էի ինստիտուտ, երեխեքին ասում էի, «Էս ինչ օրը, մյուս շաբաթ կամ մյուս ամիս, էս ինչ թեմայից եմ խոսալու, էս ինչ բանի մասին եմ պատմելու ձեզ»։ Բայց ես դա չգիտեմ։ Բայց արդեն խոսք եմ տվել մեծ աուդիտորիային, ու դա ոնց որ ինձ ստիպում է ես գայ սաղ այդ շաբաթ այդ գրքերը կարդա, այդ իմանայի որ գնայի ասեի։ Ու ոնց որ այդ բանը գտա, հիմա չի աշխատի ChatGPT-ի խաթեր։ Չէ, այն որ ոնց որ sense դու այդտեղ մի հատ բան կա, կարող ես հարցեր տան չկարանաս պատասխանես տեղում։ Այդ թեման պետք է շատ լավ ուսումնասիրես, օրինակ ես ցանկացած նյութ որ բացատրում էի, նո դա տարիների փորձից էլ է գալիս, բացատրելուց ես ոնց որ գիտեմ ինչ հարցեր ա մոտները առաջանալու, ինչը կարող անհասկանալ լինի տերմինի առումով, թե խի էդի արեցի ինչի հետ կապ ունի, ու նենց էի դասավորում այդ միտքը կամ այդ դասը, որ ոնց որ հարցեր չմնար ու ոնց որ դրա համար ես ինքս էի լիքը ռեսուրս ծախսում էլի, դրա համար ոնց որ ChatGPT-ն դա չի օգնում։ Դա կօգնի, երբ որ վիրտուալ շփվես։
Բայց եթե սենց երես խոսում ես, մեկը տենում ես ինչ որ բան ես բացատրում, մեկ ասում ես, իսկ եթե սենց անենք ինչ կլինի, ու չի դժում պատրաստ չլնել այդ հարցին։ Պարզ չի ինչ կլինի, մտի հարցը ChatGPT-ին։ Ես պետք է պատասխան։ Ու տենց այնքան բաներ եմ տարբեր մարդկանց խոսք տվել, որ կգամ ես ինչ թեմայից կխոսամ, կոմենտում, ու ինձ դա ստիմուլեր տալիս։ Քմիթ ես անում հանրային ու անում ես։ Սպորտի հետ կապված զգացել եմ, որ օրինակ փոփոխում եմ շատ հաճախ, ասենք, եթե զալից հոգնում եմ, գնում եմ բասեյնից հոգնում եմ, գնում եմ այնտեղ կամ ինչ որ վարժություններ կա, որ որոշում եմ տանը անեմ, որ ոնց որ չհոգնեմ, որտեղ եթե մի բան շատ անում եմ, դա ոնց որ ֆիզիկական աշխատանք է, էլի, ոնց որ գործի գնամ։ Ոնց որ ասում ես, աշխարհը հորինեց սաղ այդ տրակտորներ, հիդրավլիկա բան, հələ ես գնացել եմ ծանրությունը 0 եմ բարձրացնում։ Բայց հենց դրա համար է պետք է բարձրացնես։ Հա, ու կստացի դա շատ լավ օրինակ է, որ ասում են դա ChatGPT-ին անում է կամ ավտոմատ անախի պետք է այս նստեմ կարդամ։ Ես էլ ասում եմ, լիքը մեքենաներ են սարքել, որ ծանր բեռներ բարձրացնում են։ Խես դու գնում մարզասրահ, մարզվում ու այդ գանտելը բարձրացնում։ Չես կարող փող 11-ին գա բարձրացնի կամ տրակտորով բերես բարձրացնես։ Խես անում։ Դա ասում եմ, դա առողջություն է։ Դա մտածելն էլ է առողջություն։ Հա, այդ թեմով շատ եմ ոդկասթում խոսած, այդ Պոլ Գրամի հայտնի է, որ ես վերջերս գրել էր, որ ինդուստրիալ հեղափոխությունից հետո մենք կարիք չունենք ուժեղ ելնելու։ Ու ուժեղ ելնելու դարավ ընտրություն, դու ես ընտրում, որ ուժեղ ելնես։ Նույնն է գրելն է։ Գոյատևման 20 տարի հետո մարդկանց մեծամասնությունը գրել չի իմանալու։ Հա։ Արդեն հենց այսօր կարդում է, որ թինեյջերներին, ովքեր 4-5 ամիս ինտենսիվ ChatGPT են օգտագործել, գրելու ու ֆոկուս լնելու հետ արդեն լուրջ խնդիրներ ունեն։ Հա։ Իսկ գրելու ունակությունը, ոնց ասեմ, այդ ամենակարևոր ունակություններից մեկն է, որ մենք ունենք աշխատում քո մոտ է։ Շատ կարևոր է։ Համ միտքն է ձևավորվում, համ դրանից հետո քո մատորիկայի վրա է գնում, համ դու հետադարձ կապ ես տնում, որտեղ քո ամեն մի շարժումը տենում ես լավ ստացվեց, վատ ստացվեց, բաներ ես փոխում, դες ակտիվությունները ուղեղի շատ է։ Պարադոքսը հենց այդտեղ է, չէ՞։ Պարապելու նման է, որ գնում ես սպորտզալ, սաղ մկաններ հետ փորձում ես պարապացնել, չէ՞։ Ուղեղն էլ է տենց, չես պարապացնում, դեգրադանում են, ասենք նեյրոնները պլյուս մինուս բջիջները սաղ տեղեր նույնը, ինչը չես օգտագործում, բանա, ատրոֆիա է լինում։ Այսինքն բանը ChatGPT-ով դու արդեն կարաս գրես, բայց մեկը եթե դու ուզում ես այս հասարակության մեջ մրցակցային առավելություն ունենաս, դու պետք է ինքնուրույն գրես։ Հա։ Այսինքն, հա, որտեղ ինդիվիդուալություն բոլորը գրելու են ChatGPT-ով ու անգամ շատ սիրուն կարա գրի, բայց այն մարդիկ, որ կարողանում են ինքնուրույն գրեն, իրանք ունենալու են շատ մեծ մրցակցային առավելություն, ոնց որ այն մարդիկ, ովքեր մարզված են, համ լավ տեսք ունեն, համ ավելի առողջ են, ու դու փողոցում կարաս մատով ցույց տաս, որ այս մեկը մարզված է։ Հա։ Հարուստին չես կարող ցույց տա, կարող է fake Gucci-ա, կարող է իսկական է, բայց մարզված մարդուն դու կարաս միանգամից տեսնես։ Չեն կարա հիմա սիլիկոններով մկանել։ Չէ, դնում ես խնդալու է ալի դաժե, շատ խնդալու է։ Բայց լիքը չիտերսկի ձևեր կա, օրինակ անաբոլիկներ ստանալով, շատ արագ ռեզուլտատ գալով, պես մի կողմից էլ էլի ձևը գտել են, то есть զգացել են, որ դա ստատուս է, լավ մարմին ունենալ։ Բայց մեկը դու որ մարդուն դամ ես, կարաս ասես ինքը ստերոիդներ օգտագործում է, թե բնական է։ Ամեն մեկը չի կարա ասել։ Օրինակ դու կարաս ես մեծ ամասությամբ կարող եմ անալ։ Մեծ ամասությամբ կարող եմ անալ։ Որտեղ դու թեմայի մեջ ես։ Հա, բայց լիքը մարդ թեմայի մեջ չի։ Դե լիքը մարդ այդ մեծ պարապացներին որ տենում են, չեն աջողում որ պարապացն ասում են չաղա։ Դե օրինակ լիքը մարդ էլ թարսի պես հենց այդ ChatGPT-ով ստացած բանը չի կարում ջոկի։ Օրինակ ես վերջերս տենց լուրջ քննարկում եղավ արվեստի մասին, պես։ Ահա։ Ոնց որ այդ ոլորտից եմ էլի, որն է համարվում արվեստի գործ, որը չէ, խի չեն տարբերում մարդիկ, ոնց որ արհեստական բանականության արած նկարը կամ ստեղծագործությունը իսկական մարդուց, այստեղ ոչ թե հարցը նրանում է, թե ինչքան լավ է անում ԱԲ-ն այդ ամեն ինչը, այլ ընկալողի խնդիրն է, որտեվ առհասարակ արվեստը դա ինտելեկտուալների համար է միշտ եղել, ինքը լայն աուդիտորիայի համար չի եղել։ Դա այն մարդը որ պետք է հասկանա, հասկանում է։ Հետո այդ կոմերցիալ սարքելու համար պլանկեն իջացրեցին արվեստին, ասին սաղ կարան արվեստ անեն, սաղ կարան արվեստ հասկանան։
հա, ու ոնց որ այդ բանը անհետացավ մեջից, որ դու ոնց որ արվեստի գործը նայելուց դու մասնակցում ես արվեստ լինելու, որտեղ քո ընկալումները դու ինչ բարդ ստրուկտուրաներ ես տենում, ինչի մասին է խոսում, ինչ էմոցիա ես ապրում, հա, ինչ մտքեր է դրած, ոնց որ շատ կարևոր է նայողի ֆակտորը։ Դրա համար ոնց որ այդ նույն բանն են գալիս, եթե դու նայում ես լավ մարմնին, լավ կառուցվածքին, այդ խնդիրը էլի առաջանում է, թե դու ինչքանով ես հասկանում, դու ինչ ես նայում։ Հա, բայց հենց դա իրանք որ տենց անում են, սովորաբար անում են այն մարդկանց համար, ովքեր հասկանում են, որ դա ճիշտ է, թե չէ։ Նայ դու ոնց ասեմ, սովորաբար օրինակ եթե ինչ ես այռուցի կողմից չեմ։ Ասեմ, այն մյուս տեսանկյունն եմ էլի փորձում պատասխանել, պրոստը վտանգներն եմ ասում, որ չհասկացողները քանի որ շատ են, ոնց որ հենց իրանց վրա էլ աշխատում է այս ամեն ինչը։ Հա, բայց մեկը հասկացողը հասկանում է, իմ ասած էտա։ Հասկացողը հասկանում է ու այդ նայ ոնց է որ երեխեն գալիս է քեզ մի բան է ասում, որ ուզում է խափի, չէ՞։ Հա։ Ու ինչքան հեշտ է այդ հասկանալ, որ ինքը խափում է։ Ճիշտ է։ Կամ երբ որ դու փորձում ես խելացի թվաս։ Այն մարդու առաջ որ դու հասկանում ես, որ խելացի է, որ դու իր առաջ փորձում ես խելացի թվաս։ Այդ մարդու համար դա նույն ձև ծիծաղալ է, ոնց որ ծնողի համար երեխեն, երբ որ փորձում է խափի։ Դրա համար ավելի լավ է լինես, նես ոնց որ դու կաս։ Որտեվ քո այդ fake-ով դու ուզում ես զարմացնես, դու չես ուզում զարմացնես այն մարդիկ, որ այդ ուզում ես զարմացնես այն մարդկանց, որ դա շատ արագ կհասկանա, որ fake-է։ Էլի մարդուց է գալիս։ Օրինակ ես լիքը մարդ գիտեմ, որ ինքը գնում շփման այնց մարդկանց հետ, որոնց ինտելեկտը ավելի ցածր է, որ ինքը իրանց մեջ դոմինանտ է։ Դե շատ խնդալու է, էլի։ Խնդալու է, բայց դա իրականության մի մաս է, ու մեծ մաս է, ասեմ քեզ։ Բան է, Revolver կինո որ հա շատ եմ սիրում, շատ եմ սիրում։ Ասում առաջի օրենքը ուժեղ դառնալու, քեզ այդ ուժեղների հետ խաղալու։ Հա, միանշանակ։ Հետո ուժեղ լինելը մոդայիկ չի, մի պահ տենց եղավ, չէ։ Չէ, բայց նա body positive հորինվեց մեկը, մյուսը, то есть լիքը սենց բալանսից շեղող գցող բաներ եղավ։ Նա օրինակ էս վերջերս մեր try club-ի հետ առաջի անգամ քշեցի հեծանով դեպի բան ծովագյուղ, Երևանի ծովագյուղ։ Շատ բարդ ճանապարհ, որտեվ հասար ես բարձր։ Հա, անդադ ու ես խմբի մեջ ամենավերջում ես էի, բայց դա գիտես ինչ կայֆ էր, որտեվ դու հնարավորություն ունես ուժեղանալու, որտեվ մարդիկ կան, որ քո առաջ օրինակ են, որ քեզանից ավելի ուժեղ են, ու դու կարաս ձգտես, պարապես դառնաս տենց ուժեղ։ Եթե դու անընդհատ թույլերի հետ ես, դու ո՞նց ես ուժեղանալու այդ միջավայրում։ Դու ես ընդ դոմինանտը համար կա քեզ քաշելու են, գցելու են իրանց level-ը, էլի։ Հա, բայց մարդկա իր համար կարևոր է այդ զգացողությունը, որ ինքը ինչ որ մեկից ուժեղ լինի։ Դե չգիտեմ, երբ որ ուժեղ է կմրցի իրան կանցնի, թե կգնա թուլի կողքը կանգնի իրան ձեռ կառնի, դա մարդու տեսակից է գալիս։ Որ ոդկաստ եմ անում, դիմացած հետաքրքիր խելացի մարդ անստած։ Շատ кайֆ է, որտեղ դու լիքը լավ հարցեր կարաս տաս այդ մարդուն։ Շատ ինֆորմացիա քաշես իրանից։ Նրբություններ իմանաս, որ ուրիշտեղ կարես չիմանալ, օրինակ, չգիտեմ, խաղի դիզայնի մասին, որ դու բաներ պատմեցի, որ ամենայն հավանականությամբ ես գրքի մեջ չէի գտնի, որովհետև չէի իմանա ինչ գիրք կարդամ, որովհետև դրա համար ես պետք է 15 հատ գիրք կարդայի, որ նրանից հետո ջոգեի, որ ինչ պետք է ջոգեմ կամ չջոգեմ, բայց դա ես չէի անի։ Ու երբ որ դու դիմացը տեսնում ես մարդը, որ ինչ որ ոլորտներում քեզնից շատ գիտելիք ունի, ոչ թե փորձի ցույց տաս, որ դու ես այդ տենց գիտես ինչ ես ինչ смотрите какой я сильный скрипач վիճակ չեմ, էլ հակառակ այդ մարդուց փորձի գիտելիք քաշես, իր փորձառությունը քաշի, լսի։ Ես քո հետ լրիվ համաձայն եմ, ուղղակի sense մի հատ խնդիր կա, ես օրինակ իրան տենում եմ հələ որպես խնդիր, ես շատ ինչ որ փոքր բան եմ բիզնես ներկայացնում, որ այդ ստրուկտուրաների այդ երևույթների վրա ազդեն, օրինակ նայ, երբ որ մենք փոքր էինք, մեր հերոսները ֆիլմերի մեջ սաղ լավ կազմվածքով,
sense մկանոց, ինչ որ ուժեղ տղերք էին, ճիշտ է։ Ռեմբոներ էլի։ Հա, ու այդ իմ սերունդի վրա ազդել է, նո ին վրա անձամբ ազդել է, ու ես ոնց որ ձգտել եմ տենց լինեմ։ Հետո եկավ ինչ որ տրենդ, որ ոնց որ sense ինչ որ անհասկանալի կառուցվածքով կերպարներ կային, որտեվ ինչ որ բալանս էր խախտվել, то есть ինչ որ բուլինգ էր շատացել մեկը մյուսը, հա։ То есть դա բնական երևույթ է։ Ես հիմա չեմ ասում դա լավ է թե վատ է, ասում եմ որ տենց խաղեր է տեղի ունենում։ Ու եկավ ինչ որ body positive, որտեղ ասեցին, գիտես ինչ կա, то есть պետք չի ոնց որ նեղվել, որ քո մարմինը կառուցվածքը լավը չի, դու կարաս լինես սենց, այնց, սիրտդ ուզում է բուրգեր ուտես բուրգեր կեր, մեկը մյուսը, ու ոնց որ այն ինչ հիմա խոսում ենք որ լավն է, ոնց որ այդ արժեքները լրիվ փոխեցին, ու հիմա հասարակության մեջ որ դու կանգնես ասես դու պետք է մրցես լավի հետ, ես պետք է ունես այնպես, կան ասել, բայց դա ինձի պետք չի։ Հա։ Դե էլի իրանց ընտրությունն է, էլի չես կարա դու բռնանաս դրա վրա։ Մարդ եթե ուզում է, ուղղակի քանակը դրա մի քիչ շատանում է, որտեվ հեշտ է։ Դժվար է պարապել մարմին ունենալ, բայց հեշտ է ասել ես body positive-ի կողմնակից եմ ու առավոտից իրիկում բուրգեր ուտել։ Միչև որ sense չբերես մի հատ ստատիստիկա, որ ասենք եթե յուղային շերտը շատ է մարդը, ասենք մեծ չափերի է, իր առողջությանը Տենց մի հատ բան կար, չէ, որ այդ body positive-ի այդ ելույթ ունեցողներին, տենց TikTok-ով էր, ինչով էր, որ ասում էին, ես այսքան կիլո եմ, ուտում ես ինչ, ու ես երջանիկ եմ, ու ինչ որ մեկը ցույց է տալ, ասում է մահացել է։ Ու հաջորդը, ով ասում էր, որ ես այսքան ուտում եմ բուրգեր բանից լավ եմ զգում, եկել սա էլ է մահացել։ Ու սա ճարպակալումից տենց վարի են դիտում։ Բայց մի քիչ պետք է դա բերել առաջի պլան, որտեվ տենց ասել ոչ մեկին չենք նեղացնում։ Դա body positive-ները իրական շատ բան եղավ էլի տրանսֆորմացիա, որտեվ ինքը տենց չգիտեմ ավել քաշ ունենալու դրա հետ կոմֆորտ լինելու մասին չէր ընդհանրապես։ Հա, հենց այդ ինքը ոնց որ բալանսի էր ուզում բերել, որ դու բուլինգ չաներ այն մարդուն, ով իսկականից չի կարա տենց մարմին ունենալ։ Մարդ կա լուրջ ուսերը նեղ կառուցված իր գեներից, ինքը արդեն չի կարա տենց իրան ճնշել։ Ու դրա համար էլի առողջ եմ համարում, որ տենց ինչ որ բաներ է ստեղծվում body positive-ն, բայց մեկը տենես էնի շատ է այն կողմ քաշում, ինքը սենց անդադ սենց ճոճվում է այդ ամեն ինչը, ու ոչ մի ձև բալանսի չի գալի։ Դե հիմա օրինակ բանը, չգիտեմ, Ozempic-ն ամեղավորթեն, օրինակ Ամերիկանում սկսեց առաջի անգամ պատմության մեջ, դա նիհարելու հետ կապված, ավել քաշի խնդիր ունեցող մարդկանց թիվը Ամերիկա սկսել է կրճատվել։ Ու այդ կապում են հենց Ozempic այդ Wegovy հետ, որը շաքարի դեղեր, բայց իրականում շատ օգնում է այդ բանը նիհարելու համար, ու սկսեցի Հայաստանում էլ շատ օգտագործում արդեն։ Ու սև շուկա է ձևավորվել, որ մարդիկ արտասահմանից անհասկանալի ճանապարհներով ներմուծված դեղեր են օգտագործում նիհարելու համար, որտեվ ես չգիտեմ, բայց ինձ թվում է տրենդը փոխվում է ու այսօր առողջ լինելը ու քո մասին հոգ տանելը դառնում է, չգիտեմ, քննարկման թեմա է դառել, բայց դա մյուս կողմից լրիվ ուրիշ նենց է ֆետիշացվում։ Օրինակ այդ բանն էր, չեմ հիշում որտեղ էի տեսել, ցույց էր տալի բան առաջի Պիտեր Պարկերին, Սպայդերմենին առաջի։ Հա։ Տենց ցիկ կազմվածքով նորմալ տղա էր էլի, այսօր որ տենց մարդ դուրս գա ասի ես բան եմ, տենց պարապացան, որ ինքը խնդան։ Բայց նորմալ կառուցվածքով ինքը տղա էր, սուպեր հերոս էր։ Այսօր տենց իդեալը դարել այն sense ամեն մկանոց sense երևա լեն բան ու էտել անառողջ, որտեվ դա բերում է նրան, որ 18-19 տարեկան երեխեքը ստերոիդների վրա են նստում, կամ 18-19 տարեկան երեխեքը տեստեստերոն են սրսկում, ինչի համար մաքսիմումի վրա է, էլի։ Այստեղ ինձ թվում է այդ ամեն ինչի մեջ որտեվ հենց էլի Instagram-ում դու տենում ես ինչ որ իդեալների, որոնց դու չես կարա երբեք հասնես դրան, եթե չօգտագործես ստերոիդներ, էլի, որը էլի առողջ չէ, դա արդեն առողջության մասին չի, էլի ալգորիթմի ու ցույց տալու մասին է։ Հա, դրա համար ես սոտիկի կարևոր եմ համարում ինֆորմացիան ու այն ունակությունը, որ մարդ կարողանա ինչ որ իրան հանդիպած բանի մասին ինֆորմացիա հավաքի, այսինքն այդ արագ նիհարելը լավ է թե վատ է։
հա, այդքան մկաններ ունենալը լավ է, թե վատ է, այս ինչը անել է, то есть ոնց որ հիմա նենցա որ ալարում են մտածեն առհասարակ։ Ու էդի ոնց որ դրա հետևանքն է, որ то есть տրենդ է, всё գնացին սաղ տենց բան անելու։ Պետք է ոնց որ տրենդ դառնա մտածելը։ Էդի շատ դժվար կլինի։ Այսինքն ոնց որ տենց հատուկ սեմինարներ անցկացվի, ասենք տես քեզ մեկը ասում է սենց է, այնին նենց է, հիմա տենում ենք, էսի որտեղից է վեկալել, որ պետքա սենց անել։ Էդի որտեղ է գրած, ինչ պայմաններով է գրած, էդի եթե դառնա տրենդ ու ոնց որ փորձեն դրանով ասել, որ էդի շատ լավ բան է, երբ որ դու սենց կարողանում ես մտածես, վերլուծես, անալիզ անես, մի 10 քայլ ես կոմ 10 քայլ են կոմ Էսի, էդի ոնց որ ահագին այդ հարցը կլուծի ու տենց ծայրահեղ տատանումներ չի լինեն, որ սաղ, չգիտեմ, սկսեմ բուրգեր ուտել կամ սաղ սկսել աննորմալ ձևի նիհարել կամ չգիտեմ ինչ անել։ Մի տեսակ ես դա եմ խնդիրը տենում, որ ոնց որ մարդը ալարումա մտածի, վերլուծի։ Հա, որ ոչ թե տրենդի հետևից գնաս, այլ փորձես հասկանաս քո համար որը։ Հա, ոնց որ էդի տենց կարևոր բան դառնա։ Թեկուզ անունը դնենք տրենդա, որ դու կարողանաս մտածես ու վերլուծես։ Ու ինչքան լավ բացահայտես այդ թեման, վերջում գաս, չգիտեմ, եթե դպրոցական ես, պատմես, օրինակ շատ հավես դաս կարա լինի, քեզ ինչ որ թեմա տան, ասեն դե գնա վերլուծի, որտեղից է այս միտքը ձևավորվել, խե այսի համարվում սենց, ու անպայման ոնց որ ուզես, որ դրան մի հատ հակասող բան բերեն, արգումենտ։ Ոչ թե արգումենտ, այլ տեսակետ։ Ասենք գնա այս ինչ ուսումնասիրի խիա լավ ու միևնույն ժամանակ խիա վատ։ Ես իդեպ երբ որ դաս էի տալիս, ես միշտ տենց էի անում։ Ցանկացած բան, որ ասում էի, թեմա էի տալիս, ասում ես թեմայով մի հատ պոստեր արա կամ ինչ որ ստեղծագործություն արա, որ մաքսիմալ լինի լավ ու դրական էմոցիա տա։ Ու նույն բանը արա, որ լինի մաքսիմալ վատ ու բացասական ազդի։ Ու դա շատ լավ առիթ էր, որ ինքը ոնց որ հասկանում էր ընդհանուր մեխանիզմը ոնց է աշխատում։ Ու ոնց որ դա սովորացնում էր, որ ասում եմ կոպեկի երկու երեսն էլ նայես, որտեվ հիմա մեդիայում ինչ ինֆորմացիա ասես կա, то есть ով ուզի, հիմա ինչ ուզի կարա ասի, ես կարամ ասեմ, այս ինչը սենց է։ Չգիտեմ, այսքան ժամ խաղալը ոչ մի բանի վրա չի ազդում, կամ ազդում է, այդ ոնց են ստուգելու։ Ու ասեմ, գիտնականները ասել են, որ ասեցին, ինչ ուզեմ, կարամ ասեմ։ Հիմա խոսքի ազատությունը, ով ինչ ուզի կարա ասի, ոնց են դա ստուգելու։ Այդ մեխանիզմները առաջ բերել ու սարքել կարևոր, որ մարդ կարողանա ցանկացած ինֆորմացիա հասկանա, որտեղից է եկել։ Ոնց են դա ստուգում։ Դե բայց մյուս կողմից չես կարող ամեն ինչ ստուգես, ինչ որ լսում ես։ Ինչ որ բան, նա սովորաբար ստուգում են, գիտես որ ինֆորմացիան, որը դուրները չի գալիս։ Հա։ Որ մեկը գտնեն այն տարբերակը, որ իրանց ձեռ էր տալիս։ Հա, որտեվ մարդ բան այդ բանն է, էլի, ոնց որ չէ confirmation bias-ը չէ, թե դա էլ է պրինցիպի։ Բանը որ դու ինֆորմացիա ես լսում, որը ուզում ես որ ճիշտ լինի կամ հաճելի է քեզ, դու դրան հավատում ես։ Հա։ Ասենք, չգիտեմ, եթե դու ինչ որ X քաղաքական ուժ ես հավատում, ու այդ հակառակ ուժի մասին ինֆորմացիա են տարածում, որ SS մարդիկ օրինակ գող են կամ ես ինչ են, 1000 բան կարան կա։ Դու դրան հավատում ես, որտեվ քո ուժին հակառակ է։ Կապ չունի ճիշտ է թե սխալ, ու դու չես ստուգելու, որտեվ քեզ հաճելի է այդ ինֆորմացիան լսես։ Հա։ Որտեվ դու ինչ որ նախնական արդեն տենց target ունես, այսինքն քեզ տենց տրամադրել ես։ Դրա համար հենց տենց քաղաքականության մեջ է, բիզնեսի մեջ է, մարքեթինգի մեջ է, տենց փորձում են խմբերի բաժանեն ու այդ խմբերին տան այն ինչ որ իրանք են ուզում լսեն։ Կապ չունի, դա կարող է մի քիչ փոխածա, մի քիչ սուտ է կամ եթե ինքը տենց անի իր համար վնաս կլինի, բայց խմբի մի մասն է, ինքը տենց tribal ու ճիշտ ես ասում, այդ խմբային մտածելակերպը հակումը կա, որ եթե քեզ մեկը գա ասի, չգիտեմ, մածունը կապուտ է, դու ասում ես կարմիր է, դու որ գնաս տենաս իսկականից կապուտա թե կարմիրա, դու ոնց որ ման կգաս այն տարբերակները ու կգտնես ինչ որ քանակ որ դու ասում ես կարմիր է, կասես նայ կարմիր է։ Իսկ ձեր չի տալի գնաս տենաս այդ կապուտը իսկականից կապուտա թե չէ։ Չգիտեմ, ինչ որ մատ X մարդ է գալի, ինձ ասում անարեք, գիտես Հայաստան ոդկասթները արդեն ավելի մեծ ազդեցություն ինֆլուենս ունեն, քան օրինակ հանրային հեռուստաալիքները։ Ո կասի դզես, ես կասեմ դզես, դա ինչ լավ բան ես ասում։ Տենց մեջ կմնա, ոչը կստուգեմ, կարող է ինքը
Դաժե չէր ասում Հայաստան, կարող ասում էր Ամերիկա, որտեղ չգիտեմ, Ամերիկայում հիմա բոլորը քննարկում են, որ Դոնալդ Թրամփը գնաց ոդքասթներ ու ընտրությունը գրեց ու ոդքասթները օգնեցին իրան, որ ինքը ընտրություն կրի։ Ենթադրում են Ամերիկայում ընտրություններից հետո բոլորը այդ թեման էին քննարկում։ Ու դեմոկրատներին օրինակ շատ հաճելի էր դրան հավատալ, որովհետև հեշտ էր գցել ոդքասթների վրա, այլ սեփական սխալներ վերլուծել, ինչի իրանք ընտրություն պարտվեցին։ Ոչ մեկ չի կարող ստուգի, այդտենց էր, այդտենց չէր։ Բայց մի մասը հավատում է, մի մասը չի հավատում։ Ու նույն բանն է Հայաստանում ասես, այս ավելի ազդեցիկ է, քան այն, բայց ո՞նց ստուգես։ Մի մասը կհավատա, մի մասը չի հավատա։ Ու շատերը հասկանում են, որ ամենավերջի օրինակը ասեմ, Իրանի ու Իսրայելի այս կարճ պատերազմը։ Դոնալդ Թրամփը գրում է, սա մեր համար մեծ հաղթանակ էր, Իրանի հետ իրանց լիդերը Twitter-ում գրում է, սա մեր համար մեծ հաղթանակ էր։ Բանը, Շրոդինգերը կատու է սաղ դարել, որ նույն ժամանակ ամնենցա, ասենք որի վրա կենտրոնանաս, այդ իրականությունն էլ քո համար լինելու է, բայց դա տենց է։ Ամեն խումբ հավատում է իր տարբերակին։ Չգիտեմ, հանրապետականները հավատում են։ Նախադրյալները կա սարքած, այսինքն դու ցանկացած բան կարաս ոնց որ այդ ուղղությունով գնաս, դու համապատասխան ինֆորմացիա, ստրուկտուրա գտնես, արգումենտներ գտնես ու կասես, հեսա, նայ, ստե սենց ասած։ Գնաս այն մյուս կողմ, դու էլի գտնես։ Դե ոնց որ էլի ոնց որ ֆորում եմ, ինչ որ միտք ունեի ձևավորած, որ միևնույն ժամանակ ամեն ինչ իրար հետ տեղի է ունենում։ Ցանկացած հարց իր երկու կողմ ունի դրական բացասական, սա կարևոր բան է նա, թե դու ինչի վրա ես կենտրոնանում։ Համար ինչն է պրիորիտետ կամ կարևոր, ամեն ինչն էլ քո համար կարա ճիշտ լինի, կարա իրականություն լինի, կարա հարմար լինի, ուզենաս այս քաղաքական թեմի արգումենտներին լսես, ասես հա ճիշտ է, տենց էլ կլինի։ Ուզենաս այն մեկին լսես, տենց էլ կլինի։ Ուզենաս ասես մանգաս ինտերնետով թե ինչքան են վնաս խաղերը, լիքը հոդվածներ գտնես, դեպքեր գտնես, կասես այնա որպես ապացույց բերել եմ, սա վատ են։ Թե ուզենաս տենաս այդ ամեն ինչի մեջ լավ, դու լիքը բան գտնես, դաժե TED-ով լիքը ոնց որ բաներ կա, որ դե ցույց է տալի, ոնց են մարդկանց մոտ լիքը խնդիրներ լուծում, որ էդի տարիքով մարդկանց մոտ դիմենսիայի բանն է հետաձգում շութերներ խաղալը եւ այլն, կասես նայ, խաղերը օգուտ են, ստե վնաս են։ Հարցը այնա, քեզ որն է լավ։ Համ օգուտ են, համ վնաս են։ Նայես քո դեպքը որն է։ Բայց լավ ասացի, ամեն ինչ իրար հետ միաժամանակ տեղի ունենա։ Հա, չէ, այդ իրականությունը լրիվ իրար հետ է։ Ասենք եթե հիմա, ասենք, չգիտեմ, դիմացը, ես նստած եմ, եթե հիմա ոնց որ դու տրամադրես քեզ, որ ես ինչ ասում եմ, քեզ խափում եմ, դու իմ ամեն խոսքի մեջ այդ սուտը կգտնես։ Էդի բանն է, լրիվ վարդան բան է, բարոյական հաղթանակ։ Հա, այդ ոնց որ շատ կարևոր է։ Կրվել ենք, բայց սա մեր համար բարոյական հաղթանակ է։ Ես կարող եմ քեզ դրանից հետո լավ է թե վատ է, ինձ թվում է այդ է։ Ու եթե քեզ մի բան լավ է, արդյոք դրանով լիքը մարդու վատ չի։ Ես ինձ թվում է այդ ոնց որ իմ համար այդ ամենակարևոր ռուլն է, որ ես ունենամ այն ինչը ինձ լավ է ու դրանով չվնասեմ շատ մարդկանց, էլ եթե օգուտ չես տալի, գոնե չվնասես, բայց եթե օգուտ էլ տալիս ես, դες ինչ որ մարդկանց կյանքի վրա լավ ձևով ազդում ես, այդ իմ համար ոնց որ ամենամեծ ձեռքբերումն է։ Իսկ քեզ ինչն է ոգևորում։ Ինձ ինչն է ոգևորում։ Ինձ պիտանի զգալը։